Դե այսօր երկու կտորից է լինելու դասը, կսովորենք ցիկլերը ինչ բան են, հետո կսովորենք բանը ինչ բան է։ Հետո ուղղակի հարցեր կնայենք, եթե ունենաք, եթե չունենաք չեմ, չաթում հարցեր չեք գրել, լավ չեք արել դա։ Շատ ցանկալի է, եթե ունենում եք ու խնդրանք ա լինում նախապես գրելու, որ նախապես գրեք։ Դες լավ։ Իմ գուշակելով տենց մի ժամ 20 րոպե տեսությունը կլինի, մի կես ժամ էլ երևի հարց պատասխանեմ կամ 0 րոպե, տեսնենք դրանից է կախված։ Ու հա, նա բարի։ Մինչև այս մենք սովորել ենք ոնց կարա կոդը բռնի ճյուղավորվի սենց ձևով, որ սենց պետք է սենց ուղիղ իշներ, ինչ որ բայ ասենք չգիտես ինչ, եթե ինչ որ բան տեղի է անանում, այս ծրագիրը կաշխատացնես, եթե չէ, այս մի ծրագիրը կաշխատացնես։ Ու մենք այսպես ճյուղավորումներ տեսել ենք կոդի, սենց որ խառը գնա if-երի, else-երի, elif-ների միջոցով, մեր conditional օպերատորների միջոցով։ Հիմա կտեսնենք ինչ կարող ենք անենք, եթե ուզում ենք ասենք սենց եկար, այստեղի գրած ծրագիրը սենց հա վրա կաշխատացնես։ Այս սենց ժմ, այս կլորի կտեսնենք ոնց կարող ենք անենք սենց ասած։ Սա control flow-ի flow control-ի մասը, այսինքն կոդի հոսքի կոնտրոլի ձևերը, էլի սենց ասած։ Ցիկլերը, պայմանները նայեցինք, ցիկլերը հիմա նայենք, մի քիչ կրկնվեցի, նայեք։ Այս լավ, միանգամից սկսենք մոտիվացնող օրինակով։ Ստեղ ունենք կարգինի հերոսների անուններ, մի հատ եկացուցակա, ու հիմա պատկերացրեք ուզում ենք գրենք, որ սենց հարթով այս ամեն մեկը կարգինի հերոս է։ Այսինքն գրենք, որ լեռնիկը կարգինի հերոս է, սանասարը կարգինի հերոս է, ու տենց։ Ինչ պետք է անենք, այս f-string-ներն էլ կակրոս սովորել ենք, կարանք ստեղ գանք, ասենք print f-string owner 0-ն կարգինի հերոս է, հետո տակի տողից owner 1-ը կարգինի հերոս է, owner 2-ը կարգինի հերոս է, ու տենց։ Անձամբ ես 10-ից հետո արդեն ալարել եմ գրել, եթե ուզենք լրիվ անենք, պետք է ոնց որ քանի հատ որ կա, բոլորի համար աշխատացնենք, ինչը դարան բան է։ Սա որ աշխատացնենք, աշխատեց, բայց եթե օրինակ հիմա այս n ուզեմ փոխեմ a-ով, կգամ 10 տեղ փոփոխություն անեմ, ինչը էլի ահավոր է։ Մի քիչ ոնց որ նայում տեսնում ենք, որ միակ բանը, որ փոխվում է, այնա թե այս f-string-ի փոփոխականի մասի մեջ ինչ է դրվում, պետք է միտք առաջանա, որ կարանք սա մի քիչ ավելի կարճ անենք։ Այսինքն կարանք ուղղակի ասենք, որ for ինչ որ մի բանի համար հստակ ցուցակից հերթով աշխատացու ծրագիր, որտեղ տպվում է այդ ինչ որ բանը, կողքից կարգինի հերոսը։ Այդպես մոտիվացիա սենց ասած։ Այս owner 0, owner 1 եւ այլն, եթե փոխենք օրինակ գրենք ուղղակի անհավասար owner 0, ուղղակի տենց փոփոխական սարքենք։ Հետո ասենք print f անկարգինի հերոսը, հաջորդ դիրքում, որ ասենք անհավասար owner 1, հետո print անկարգինի հերոսը, լրիվ նույն տողն էր ստացվելու, էլի։ Հիմա հարց առաջանում ոնց ասենք, ոնց սարքենք նենց, որ an հերթով լինի owner 0, owner 1, owner 2, ու տենց հերթով իջնելով գնա։ Այս ոնց որ մեր մոտիվացիոն խնդիրն է։ Մինչև այս պահը հարցեր կա ժողովուրդ։ Մեկ էլ կասեք, ինչ որ աղմուկ լսվում է իմ այդ կողքից, թե մենակ իմ ձենն է լսվում ու տենց նորմալ լսվում է։ Ով կարա պատասխանի, ձեր բարձրացրեք, կտեսնեմ անմյութին ձեր մոտ։ Դավիթ, լսում եմ։ Նորմալ լսում եմ։ Okay, հա, որտեվ կողքս բան են միացրել, մտածում էի խանգարումը։ Մերսիներ։ Նո, եթե հարցեր էլ չկան դեռ, եկեք այդ մագյան ցույց տամ ոնց է արվում։ Անում ենք սենց, ասում ենք for ինչ որ մի հատ փոփոխական, օրինակ a in ու արդեն մեր ցուցակը for a in անուններ։ Ասում ենք այս անունների մեջից բոլոր էլեմենտների համար։ Ինչ արա այդ էլեմենտների համար, տպի որ անկարգինի հերոս է։
Այստեղ դրա համար դնում ենք էլի վերջակետ ու մտնում ենք այստեղ այս if-երի պես լրիվ նույն գրելաձևն ա մեր մոտ էլի։ Ու սա որ աշխատացնենք արդեն բոլորի համար աշխատած տպեց։ Ու ինչ որ փոփոխություն եթե ուզենք անենք, այս միան դնան պետքա ուղղակի դարձնենք օրինակ էլի։ Ուրիշ ոչ մի բան։ Ու այս մեր ընդհանուր գրելաձևն էլ սենց է ասում ենք for փոփոխական in ինչ որ հավաքածու մի բան որ էլեմենտներ ունի։ Ու արդեն մեջը արա այս ինչ բան է։ Հարցեր ինչ որ մինչ այստեղ ժողովուրդ մեկ էլ ով հարց չունի, խնդրում եմ բան ում ձեռը բարձրացավ հարց չկա, իջացրեք։ Մեկ էլ մի վարքյան ժողովուրդ։ Կներեք։ Մի հատ ինչ որ ուրիշ օրինակ եթե նայենք, որտեղ որ արդեն կունենանք երկու ձևի այդ կոդի ճյուղավորումների տեսակներ, եթե օրինակ ինչ որ ցուցակ ունենք թվերի ու ուզում ենք տպենք այդ ցուցակից 5-ից մեծերը, կարանք ասենք օրինակ for tiv in սիրած թվեր, if tiv-ը մեծ է 5-ից print tiv։ Այստեղ սա արդեն կլինի երկու hub encom, որտեղ մի հատ այսպես գնոմա բանի համար, որ ասի որ ես պատկանում եմ if-ին։ Մի հատ էլ ոնց որ այս if-ը իր այս մնացած ամեն ինչի հետ մի հատ hub encom-ա, որ ասի ես պատկանում եմ for-ին։ Ու սա որ աշխատացնենք ինքը կտպի ստեղ մեր մոտ 9 ու 12։ Բարի։ Բայց ոնց որ ժողովուրդ, այս for-ը մենք ոչ միայն կարանք բանի համար աշխատացնենք, մի վարքյան կներեք։ Մի վարքյան ժողովուրդ, հազար ներողություն։ Հա, կներեք, այս հետո ինչ որ պահի մոնտաժով ինձ թվում է կդզամ այս պաուզաներս։ Ցենց ոնց որ տեսանք, որ for-ը աշխատացնում ենք ինչ որ կոնկրետ ցուցակի հետ, բայց ցուցակի փոխարեն կարող լինի ցանկացած բան, որ ուղղակի պարունակում է մեջը էլեմենտներ։ Օրինակ, համար տենց կա string-ը։ String-ը նիշեր է պարունակում իր մեջ։ Հեսա string-ի վրա էլ կկիրառենք, բայց եկեք մի հատ միջև հետ տեսնենք range-ի վրա ոնց կարանք կիրառենք։ Range-ը արածը ինչ էր, ինքը վերցնում էր, ահա, Անդրանիկ լսում եմ։ Այո, ճիշտ չեմ լսում, եթե խոսում եք։ Այդժամ իսկ պետք չի մեզ որ Միքայլով առաջ գնանք, էդ էլ նշենք։ Միքայլով առաջ գնանք ինչ անենք։ Օրինակ print արեցինք առաջի արժեքը, հետո երկրորդը պիտի print արվի, ու տեն շարունակ, բայց դրանից հետո մենք չեմ նշելու, որ print-ից հետո Միքայլ ինքը պիտի առաջ գնա։ Իր նախնական հասցեից, թե դա ներկայացված է Python-ի մեջ ու ինքը ոնց որ default անում։ Ինչ իմաստով առաջ գնան։ Հիմա տեսեք, print tiv-ը ստեղ տալիս ենք ու ինքը հերթով անդամները պատկերում, ճիշտ է։ Ահա։ Բայց մենք պետք է չնշենք, որ ամեն պատկերից հետո ինքը Միքայլով առաջ գնա իր նախնական տեղից, որ կարողանա հաջորդ արժեքը պատկերեր։ Այդ Միքայլ առաջ գնալը ինչի նկատի ունեք։ Նկատի ունեք այստեղ ավելի մի քանի պրաբել են կոմ տպվի։ Ուրիշ ծրագրում ալեզուների մեջ են, որ plus ա գրվում կամ այդ փոփոխական նկատի ունեք փոփոխականը առաջ գնա, մյուս արժեքը վերցնի։ մասնամ է, Հասկացա, հա։ Հա, չէ, այստեղ ոնց որ մենք որ ասում ենք for tiv in սիրած թվեր, այդ հենց նշանակում է, որ tiv-ը լինելու է 0, հետո 5, հետո 9, հետո 12։ Այսինքն ինքը ավտոմատ հերթով ամեն էլեմենտը վերցնելու է։ Այսինքն այսքանը որ աշխատեց, հաջորդը կտրվի այս մյուս արժեքը։ Մի հատ եկեք սա ոնց որ բացած տեսքով գրենք։ Բացած տեսքով սա ոնց որ ասում ենք սենց։
այս for-ը գրում եմ ոնց է աշխատում։ Ասում ենք թիվը հավասար է սիրած թվեր 0, հետո այսքանն է աշխատում։ Եկեք սա ջնջեմ, ավելորդ կոմենտար։ Այսքանը աշխատեց, սա ասում ենք, որ մի անգամ for-ը աշխատեց, մի իտերացիա արվեց։ Հետո տվին վերագրվում է հաջորդ արժեք։ Ասում ենք թիվը հավասար է սիրած թվեր 1 ու էլի ներսի բանն է աշխատում։ Հետո թիվը հավասար է սիրած թվեր 2 ու տենց ինքը հերթով նոր արժեք վերագրելով գնում է, քանի դեռ ուղղակի չի վերջացել այս մեր ցուցակը։ Այն բանը, որի վրա որ ցիկլ ենք պտտվում, էլի։ Այսինքն այդ մի քայլ առաջ գնալ հաջորդ էլեմենտ վերցնելը ինքը ըստ սահմանման for-ով արվում է, էլի միանգամից։ Ավել քայլի կարիք չկա։ For-ի գործը հենց այդ է, էլի, սենց ասած։ Եթե ինչ-որ հարց մնաց, համեցեք, կամ ինչ-որ ուրիշ մեկի մոտ եթե հարց կա, համեցեք։ Բարի։ Լավ, range-ը հիշեցնեմ, որ range-ի սա իմաստն էր, որ վերցնում է ինչ-որ 3 հատ թիվ կամ մի հատ կամ 2 հատ, բայց մեզ ասում է ինչ-որ սկզբից ինչ-որ մի կետից մինչև ուրիշ կետը բոլոր բնական թվերը ինչ-որ թռիչքով։ Ներողություն, բնական չէ, ամբողջ թվերը։ Օրինակ համար, եթե ասենք list range 3-ից 21, այս ոնց որ տալու է ուղղակի 3, 4, 5, տտ մինչև 20, բայց ինչով է range-ը հետարքիր, նրանով, որ եթե հենց ուղղակի գրենք սենց range object առանց list դարձնելու, մենք ասենք 3-ից 21, թե ասենք 3-ից մինչև ինչ-որ ամպիչատ մեծ թիվ, Python-ի համար հիշողության մեջ Python-ը նույն քանակությամբ հիշողություն է ամրագրելու այս երկուսի համար էլ, հետո ավելի մանրամասն իստումը կտեսնենք, նրա շնորհիվ, որ ինքը ուղղակի պահում է սկիզբ, վերջ, ավարտ, սկիզբ, վերջ, ավարտ։ Ու ամեն անգամ ոնց որ այս պահին թիվը օրինակ 3-ն է, 3-ի համար կարա ինչ-որ գործողություն արվի, հետո այդ թիվը դառնա 4-ը։ Հիմա 3-ը ջնջվեց, 4-ը եկա։ 4-ը կարա ջնջվի, 5-ը գա, 5-ը ջնջվի, 6-ը գա, ու տենց հերթով գնա։ Ինչը բավականին նման է նրան, ինչ ցիկլերի ժամանակայնում, որովհետև այստեղ էս թվին տվել եմ մի հատ արժեք, հետո այդ մյուս արժեքի վրայից գրում եմ նոր արժեքը։ Գնա ամեն անգամ թիվը հավասարնում ինչ որ մի հատ արժեքի, ինչը շատ լավ բռնում է այս range-երի այդ օպտիմալության հետ կապված։ Դրա համար, եթե մենք ուզենք գրենք որ բան, օրինակի համար ունենք ցուցակ 1-ից 10 թվերի, ուզում ենք տենց այդ ցուցակը նախ կարանք սարքենք գրելով list range 1-ից 10, չէ՞, այստեղ որ գրեմ, այս եղավ մեր 1-ից 9։ Հիմա եթե ուզեմ օրինակ 1-ից 10 զույգ թվերը տպեմ, կարամ ասեմ for e in list if e մնացորդ 2 հավասար է 0, սկնին 2-ի բաժանելու 0 մնացորդ է տալիս, այսինքն զույգ է, տպի e, օրինակ այս ծրագիրը։ Ինքը նորմալ կաշխատի։ Իհարկե կարենք ավելի հարմար ձևերով էլ ստանայինք 1-ից 10 զույգ թվերը, կարենք ստեղ ասենք օրինակ 2-ից 10 2 քայլով, ինքը ավտոմատ կստանար։ Ես եթե սենց ենք վարվել, ու սենց աշխատացնենք, եթե մեզ այս լիստը պետք է զուտ նրա համար, որ հերթով իր էլեմենտներով անցնենք, անիմաստ է բռնել ու հիշողության մեջ պահել է սաղ 10 թվերը։ Շատ ավելի լավ կլինի ուղղակի ասել range 1-ից 10, ու ինքը range-ը տակից հերթով ուղղակի մի հատիկ թիվ է մեզ տալու։ Այդ ոնց որ այդ range-ի հետ կապված հատուկ բան է, որ range-ը գեներատոր կոչվող օբյեկտ է, որը հետո կանցնենք։ Բայց ոնց որ այս պայդրությամբ կարանք զուտ իմանանք են, որ list range ինչ որ բան գրելու փոխարեն ցիկլ աշխատացնելուց կարելի է ուղղակի գրել for in range 1-ից 10 առանց list սարքելու։ Ու ինքը նույն կերպ կաշխատի։ Ինչը ոնց որ range-երը հիմնականում հենց ցիկլերի հետ միասին են օգտագործվում ու շատ օգտակար են, էլի այս առումով։ Մեկ էլ ստեղ փոճուր նշում, ստեղ սկսեցի հա ի տառը օգտագործել որպես փոփոխական, այս ոնց որ ուղղակի ստանդարտ է, որ եթե
հատուկ անուն չունես ընտրած թե ինչ օգտագործել, պետք է մի բան դնես ուղակի, անունը դիր ի։ Ին գալիս է իտերատոր կամ տենց iterable, իտերացիա, իտերատոր, այդ ամեն ինչը io-ով սկսվող փոփոխականներ են։ Io-ով սկսվող անուններ են ու տենց փոփոխական անուններ ընդունված է ի դնել։ Հա։ Հարցեր ինչ որ ժողովուրդ։ Okay, ես չաթում եմ նամակ տեսնում, բայց այդ նամակը անձամբ ինձ է ուղարկած։ Խնդրում եմ, եթե հարցեր ա լինում, միանգամից չաթում ուղարկեք։ Հարցնա բան, range-ի ու սովորական for-ի for ցիկլի տարբերությունը նորից կբացատրեք։ Ահա։ Այս range-ը ոնց որ մի քիչ պրոբլեմատիկ է, որովհետև համ ուզում եմ նշեմ, թե ինչի է ինքը հավես բան, համ էլ ոնց որ չեն կանցել են ամեն ինչը, որ ցույց է տալիս իր հավեսությունը։ Դրա համար մի քիչ տենց սխցնել վիճակ է դառնում, կոպիտ ասած։ Բայց մի հատ նորից եթե ասենք, ոնց որ սովորական for-ի ու range-ի մեջ տարբերություն դնել իմաստ չկա, ոնց որ երկու տարբեր բանն են, տարբերություն կարող լինի range-ի ու list-ի մեջ։ List-ի տարբերությունը list-ի բացական կողմը այնա, որ երբ որ list ենք սարքում, հիշողության մեջ այդ սաղ էլեմենտները պահվում են։ Ու մենք որ ասում եմ for in list range 1-ից 10, քանի որ գրած է list, ուրեմն ինչ որտեղ ինչ որ մի հատ բջիջի մեջ, ինչ որ մի հատ հիշողության մեջ մի հատ ինչ որ վայրում 1-ից 10 թվերը պահված են լինելու։ Եթե օրինակ 1-ից միլիարդ ասեի կամ ավելի մեծ ինչ որ թիվ, կարող է սա հիշողությունը զսպել։ Այնքան շատ թիվ լիներ մեջը։ Այն list-ը ամբողջ ցուցակը պահում է։ Range-ը ինքը range-ով աշխատելուց ինքը ուղղակի in հավասարում է 1։ Հետո in հավասարում է 2, հետո 3, հետո 4։ Հերթով մի արժեք այնքան գնում է, բայց ոչ մի պահի ինքը սաղ հնարավոր արժեքների բազմությունը ոչ միտեղ չի պահում։ Ոնց որ պատկերացնեք ինչ որ մեկին 100,000 դրամ տակ ու ասեք ամեն օր 1000 դրամ կծախսես։ Մի բան էլ նա որ այդ մարդը ուղղակի ամեն օր գա իրան ասենք արքես 1000 դրամ, արքես 1000 դրամ, արքես 1000 դրամ։ Մեզ երկրորդ ձևը շատ ավելի ապահով ձև է, որտեղ ոչ մի պահի տանը 100,000 դրամ դրված չի լինում ոչ միտեղ, էլի։ Այստեղ ոնց որ ապահովության հարց չկա, հիշողության հարց կա։ Ուղղակի հենց կոնկրետ նոր արժեքը ստանալը, երբ որ քեզ ուղղակի մենակ մի հատիկ արժեք է պետք ամեն պահի, շատ ավելի խելքի մոտ է, քան միտեղ sense լցրած բոլոր արժեքները ունենալ ու հերթով ամեն մեկը վերցնելով գնալ։ Անիմաստ է, եթե մի հատիկ է պետք, ինչի համար ամեն ինչ տենց թռած ունենալ։ Տարբերությունը դա է, եթե օքեյ չէր, կարաք ասեք։ Եթե օքեյ էր, եթե ինչ որ ուրիշ հարց կա, համեցեք ժողովուրդ։ Այդ դեպքում list ինչի օգտագործենք, չենք կարող միշտ range օգտագործել։ Եթե ինչ որ խնդիր կարա range-ով լուծվի, list երբեք չարժի օգտագործել, ես կարամ տենց պնդում անեմ։ Բայց ոնց որ եթե ոնց որ ոչ թե range-ը ինքը թվերի համար է, էլի։ Եթե օրինակ ցուցակ ունենք, կարգինի հերոսների անունների ցուցակ ունենք, այդ ցուցակը պետքա լինի։ Մենք չենք կարող ասենք range Սանասարից Բաղդասար ու ինքը հերթով սաղ կարգինի հերոսների անունները Python-ը ավտոմատ կարողանա տա, էլի։ Եթե ուրիշ էլեմենտներ ա մեջը, list պետքա օգտագործում ենք, ինչ արած։ Եթե միջակայքերի հետ է գործը, չարժի list օգտագործել։ Էլի հարցեր ժողովուրդ։ Ղևոնդ լսում եմ, մի վարքան։ Այսինքն, եթե range ենք պահում, ինքը range-ը չի պահում ինֆորմացիան, list-ը բայց պահում է ինֆորմացիան։ List-ը ոնց որ ինքը ինչ որ բան list-ի մեջ պահել, list նշանակում է բոլոր էլեմենտները հերթով մեջը պետքա լինեն, էլի։ Այսինքն, հեսա օրինակ list 1-ից 10-ը, 1-ից 10 թվերն է իր մեջ պարունակում։ Range 1-ից 10-ը, որ հենց այդպեսին եթե զուտ այդտեղ ես
տպեմ ասեմ range 1-ից 10։ Ինքը հենց տպվելու է որպես sense range 1-ից 10։ Թվերը մեջի հələ չի պահվում։ Այս range-ը աշխատում է այն կտրվածքով, որ ինքը միշտ ուղղակի տալիս է հաջորդ թիվը։ Այդպես բաները գեներատոր են կոչվում, բայց էլի ոնց որ այդքան չեն կարող խորանանք հիմա։ Ներողություն։ Ուհա, չգիտեմ, օքեյ, կամ պատասխանեցի հարցին։ Էլի հարց է ժողովուրդ։ Լավ։ Եթե հարց չկա, գնանք առաջ։ Մեկ էլ մի հատ առաջադրանք, ոնց կարանք հաշվենք, թե 1-ից 10 քանի հատ զույգ թիվ կա։ Այս այնց տիպիկ բան է, որ հաճախ պետք է մեզ գալիս, որ ինչ-որ բանի քանակ հաշվել։ Հա, մուշակ լսում եմ։ Ուրեմն մի հատ ցիկլ ենք պատտվում, որ բոլոր բանանդամները ունենանք, դա ինչի մասին որ խոսք գնաց։ Ենթադրենք լիստա ինչ-որ։ Ինչ լիստ։ Ենթադրենք լիստա ու մեջը թվեր է պատկերացնենք։ Գրում ենք ինչ-որ փոփոխական in այդ լիստի անունը։ Դե մենք հստակ ուզում ենք 1-ից 10 անենք։ Եկեք հստակ այս խնդրի համար կոդը գրենք, էլի։ For ուրեմն ասենք i-ը հավասար է 1։ Ստեղ գրեմ։ Ահա։ For-ը փոքր է 10-ից i++, որ հասնենք այդ ամբողջ Չէ, միջակայքը։ բայց ախր ուրիշ բան սովորեցինք, երևի ուրիշ լեզվից գիտելիք ուզում եք էլի կիրառեք ստեղ։ Մենք i++ չունենք Python-ում for in փոքր է ինչ-որ բան, տենց բան չենք անցել ընդհանրապես Python-ով փորձենք էլի լուծել, կարճ ասած։ Հա, լավ է նայեմ։ Okay, հա, նորմալ է։ Հաջորդ ձեր բարձրացնողը ոնց որ թե իջան ձեռքերը, հիմա այս բանին հաջորդ բարձրացնողը Անին է ցույց տալիս հիմա։ Անի, լսում եմ։ Ձեզ for-ից դուրս մի հատ count հայտարարենք, որը հավասար է 0։ Հա։ For I in range կարանք մի անգամից գրենք 1-ից 11 ու քայլը 2, բայց եկեք քայլը չգրենք, որ if-ով ինչ-որ պայման ստուգենք։ Գրենք if not i-ը տոկոսով բաժանած 2, այդ նույնն է, ինչ հավասար է 0։ Վերջակետ դրեք։ Ավելի չարժի, ուղղակի գրենք այսպես, որ շատ ավելի հեշտ լինի։ Լավ, այդպես գրենք։ Տենց ավելի տեսանելի է։ Count plus հավասար է 1։ Հա։ Ու ամենավերջում for-ից դուրս արդեն, որպես ինքը ամբողջական թիվը տպի, ոչ թե ամեն անգամ տպի, տպենք count-ը։ Հա, ճիշտ է, ապրեք։ Ստեղ որ լավնակարևոր միտքն է, որ պետք է հաշվենք, թե քանի անգամ է ինչ-որ բան տեղի ունենում։ Դրա ամենաբնական մոտեցումը սենց ձեռը բարձրացնելն է։ Այս բռունցք ենք արել, քանի մատ է բացած մոտս 0։ Եկեք ասենք count-ը հաշիվը հավասար է 0։ Հետո ցիկլը աշխատացնենք։ Հենց ինչ-որ բան տեղի ունենա, պայման հետարքի տեղի ունենա, մի մատ բարձրացնենք։ Count-ը 1-ով մեծացնենք։ Հենց էլի լինի, մի հատ էլ մատ բացենք, մի հատ է մատ բացենք, հետո նայենք, թե քանի բացված մատ ունենք, էլի։ Սա որ աշխատացնենք։ Սա կգա մեր մոտ կասի 5 հատ։ Okay, իսկ այս կոդը օրինակ ինչ որ խնդիր կա այս կոդի մեջ։ Սենց ավելի հարմար է, էլի միանգամից սա դրեցինք ցիկլի մեջ։ Ինչ կարծիք եք։ Շիրակ, լսում եմ։
Այս դեպքում անընդհատ count-ը զրոյացնում ենք ու վերջում պատասխանը 1 է լինելու, էլի։ Ոնց որ Ահա, ճիշտ է։ Այս ոնց որ մենք ասում ենք բռունցքը բացեցինք, եթե պայման տեղի ունեցավ բան մատը բացեցինք, հետո հաջորդ բան ստուգեց, էլի բռունցքը փակում ենք։ Այս են ամենատիպիկ սխալներից է, որ հաճախ լինում են կոդերի մեջ, որ այդ մեր հաշվարկ անելով փոփոխականի հայտարարումը արվում է ցիկլի մեջ։ Ու հա, եթե սա աշխատացնենք ու ստեղ count-ը տպենք այս մեր ցիկլի մեջ, ինքը հերթով գալու է 0 1 0 1 0 1 ու տենց։ Պետքա դրսում լինի, որ կարողանա նորմալ հաշվարկը կատարվի։ Okay։ Հարցեր ինչ որ ժողովուրդ ստեղից։ Բարի։ Այդ դեպքում մի հատ էլ ուրիշ առաջադրանք, որ էլի կօգնի սովորել մի հատ ուրիշ բան, որ հաճախ պետքա գալու profound-ում հատկապես։ Այժմ հիմնականում հենց profound-ում պատկասեք տենց մարդը օրինակ խանութ է գնացել, ասենք, ու մեզ ասում է, գիտես ինչ, ես 5 հատ բան եմ առել ու հերթով այդ 5 հատ բանը ուզում եմ մեզ պատմի, մենք էլ ցուցակի մեջ գրենք օրինակ։ Կամ ավելի տրամաբանական կլինի հակառակը, պետքա խանութ գնանք, մարդուն ասում ենք, հա, քանի բան ես ուզում առնենք, ասում է 10 բան կա առնելու ու հերթով ամեն ինչ ասում է, մենք ուզում ենք այդ սա ցուցակի մեջ հավաքենք կամ տպենք, կարևոր չի։ Զուտ ոնց որ ոնց կարանք նենց անենք, որ մարդուց վերցնենք իր ուզած քանակությամբ մուտքեր։ Մինչև այս պահը մենք profound-ի տնայիններով միշտ իմացել ենք, որ մուտքում ունենք 3 մուտք։ Մուտքում ստանում ենք 4 տող, ֆիքսած է եղել քանակը։ Ինչ եթե կարա փոփոխվի։ Եթե հարցը պատկերացրիք, փորձեք լուծում համենալ, եթե չէ, ավելի լավ բացատրեմ։ Մեկ էլ տեսնենք կարող է նոր ձեռքեր լինեն, թե չէ։ Ահա, մահեր լսում եմ, այսօր չեք խոսացել ոնց որ։ Ուրեմն ամենասկզբում գրենք օրինակ մի հատ n փոփոխական ու որը հավասար կլինի int input։ Ճիշտ է։ Ներքևում ունենանք for cycle, ասենք լինի for I in range ու որը կգնա 1-ից մինչև n + 1 ու ներքև դրա տակ էլ ունենանք բան input ու ինչ որ input լինի։ Իրականում ոնց որ ներսում ինչ կկատարվի շատ հետաքրքիր չի մեզ հիմա։ Եկեք գրենք անհավասար input, թող ինչ որ մի բան գրած լինի։ Բայց հա, գաղափարը ճիշտ է։ Ոնց որ ստեղ հետաքրքիր է այս դեպքը նրանով, որ մեզ ուղղակի ծրագիրը պետք է աշխատացնել n անգամ։ Ոչ թե ինչ որ այս էլեմենտների համար, ցուցակի այս բանի, այս միջակայքի էլեմենտների համար, ցուցակի SS էլեմենտների համար, չէ, պրոստը n անգամ։ Mēs for-ի գրելաձևը եթե պահենք, n անգամ կաշխատի n բանը, որի երկարությունը n է։ Ես պոտենցիալ ստեղ կարայի գրեի օրինակ պանիր անգամ n, որ ինքը n անգամ պանիր բառը լիներ ու հերթով ամեն մեկի համար աշխատացնեի, արդյունքը կլիներ, որ n անգամ է աշխատում, բայց շատ տարօրինակ արդյունք կլիներ դա, էլի։ Իսկ եթե գրում ենք range 1-ից մինչև n գումարած 1, շատ ավելի բնական է նախ առաջի հերթին, որ ուղղակի ասենք առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ ու տենց մինչև n-երորդ արդյունքում n հատ։ Ինչպես նաև range-ը հիշենք, որ շատ ավելի հիշողության տեսանկյունից օպտիմալ է, որտեղ ավելորդ բաներ չի պահում ընդհանրապես։ Մի ուրիշ բան, որ կարող անենք, այդ ուղղակի է ասենց որ 1 n գումարած 1-ի փոխարեն կարելի գրել օրինակ այդտեղ 15 n գումարած 15, չէ՞, նույն պատմությունն է։ Կարամ նաև ասեմ 0 n գումարած 0, այս էլ նույնն է ինչ ուղղակի 0 n, այս էլ նույնն է ինչ n։ Հիմնականում ընդունված է, որ եթե ուղղակի ուզում ենք n անգամ ծրագիրը աշխատացնենք, գրում ենք for in range n։ Ու այսօր աշխատացնենք արդեն կընդունի 3, հիմա 3 հատ մուտք կա ընդունում դենց 1, 2, 3, ու վերջացավ աշխատանք։ Մի հատ էլ ստեղ նշում, տեսնում ենք, որ այս n ցիկլը, որը աշխատացնում, n փոփոխականը, որը ցիկլը սահմանելուց օգտագործում ենք, ցիկլի ներսում 1000 տարի պետք չի, որտեվ
0 1 2 3 մինչև 9 մինչև n թվերը մեզ պետք չեն ստեղ։ Մեզ ուղղակի պետք է այդքան անգամ աշխատի։ Դրա համար ընդունված ստանդարտ կա, որ եթե չի օգտագործվելու փոփոխականը ցիկլի մեջ, հիմա ինչ դնենք անունը, ոնց որ թվով չի կարա սկսի, տառով սկսվի, ոնց որ կնեղանա ամեն մի տառ, որ անիմաստ տառի համար իրան են ընտրել, որպես կոմպրոմիս նոված է տակի գծիկ ուղղակի գրել։ Այս տակի գծիկ փոփոխականի անունը ստանդարտ է, պայմանավորվածությունը, որ եթե բանի պետք չի փոփոխականը, անունը դիր տակի գծիկ, որ ամեն մարդ կոդը կարդալուց տեսնի տակի գծիկ, իմանա, որ ուրեմն ներսը չի օգտագործվում։ Կարանք իհարկե օգտագործենք, կարանք ասենք տակի գծիկը հավասար է 4 գումարած 3 անգամ տակի գծիկ, չգիտեմ, ցանկացած բան կարանք գրենք, սովորական փոփոխական է։ Ուղղակի հատուկ իմաստ ենք տալիս, որ պայմանավորվածության շնորհիվ բոլորի կոմունիկացիան ու կյանքը հեշտանում։ Հարցեր ինչ որ ժողովուրդ ստեղից։ Հայկ լսում եմ։ Այսինքն այս դեպքում մենք առաջինը վերցրեցինք թիվ, թե քանի անգամ մուտք պետք է արվի եւ այդքան անգամ մուտք արվեց, չէ՞։ Իսկ հետո այդ մուտքերը ոնց օգտագործենք։ Ասենք մուտքերը գումարենք իրար։ Այստեղ ոչ մի ձև չօգտագործեցինք, ոնց որ կարևորը չէր ոնց օգտագործենք։ Մենք չգիտեմ, եթե այդ խանութի առևտուրի ցուցակը լիներ, կարանք օրինակ ասենք list-ը դատարկ, հետո ստեղ ասենք list get append input, օրինակ վերջում նայողություն երկու փակագից, չխափեցի, ճիշտ էր դրած։ Վերջում օրինակ ասել print պետք է առնենք ու ստեղ օրինակ list-ը։ Կարող է սենց ինչ-որ խնդիր լիներ, էլի։ Մենք զուտ չնայեցինք, որտեղ մեզ կարևոր չէր։ Անիր խոսքով։ Այդ սենց ինչ-որ խնդիր կարող լինի, էլի օրինակ։ Իրական մասը զուտ ոնց որ տուն տանելու դասը ստեղից այնա, որ եթե ուղղակի ուզում ենք ինչ-որ քանակություն անգամ ծրագիր աշխատացնենք, դրա ամենաէլեգանտ գրելու ձևը for տակի գծիկ in range n-ն է։ Հարցեր ժողովուրդ։ Okay. Եք սանալ չնջամ։ Այսօրվա նյութը մի քիչ լավ չեմ բանարել մակրոտել։ Մեկ էլ մի հատիկ էլ առաջադրանք անենք, որ նոր բաներ մեզ կսովորացնի։ Այժմ տիպիկ բանի, տիպիկ օգտագործվող բան կօգնի վարժվենք հետը։ Ինչ եթե օրինակ ունենք թվերի ցուցակ, ուզում ենք տպենք զույգ ինդեքսներում գրված թվերը։ Ունենք 3, 4, 1, 0, 112 տտ, ուզում ենք հիմա ստեղ տպենք 3, 1, 112, 8, ինչի 3-ից սկսեցի, որովհետև սա 0-րդն է, ոչ թե առաջինը, 0-ն է զույգ թիվը, տեսնեմ, տեսնենք, եթե նոր մարդ չլինի, չխոսացած մարդ չլինի, որ ձեր բարդ, օքեյ, արդեն ունենք, Դավիթ, լսում եմ։ Դե սկիզբը սկսում ենք նույն ձև, էլի for ցիկլ ենք գրում, for in թվեր։ Հետո գրում ենք if i տոկոս 2/0 այդ դեպքում թվեր քառակուսի փակագից in հավասար է չէ, ուղղակի print ենք անում էդի։ Թվեր քառակուսի in print անենք։ Okay։ Գնացինք։ Հոп։ List index out of range։ Եկեք մի հատ հերթով իրերը տպենք, հասկանանք ինչ է լինում, էլի։ 3-ի համար աշխատեց 4 112 103 Այստեղ հələ այս print-ը ինչ որ դեպքերում է լինում, երբ որ զույգ է լինում, դրա համար եկեք այս print-ը սրա մեջ դնենք, տեսնենք այստեղ այդ ինչ խնդրեմ է տալիս։
Փաստորեն շետուկի 112-ի գալիս ենք ինչ-որ պահի ու ըստ էության ստեղ ինչ հարվում, ասում է թվեր 112, չէ՞։ Իսկ արդյոք 112 էլեմենտ ունի այս ցուցակը։ Չէ։ Իսկ մենք եթե ստեղ ուզում էինք հենց էլեմենտներով անցնեինք, այն այդ արդեն in-ա, չէ։ Եթե թվեր i-ի փոխարեն in տպեի, արդեն զույգ թվերը կտպեր, չէ։ Okay, Հա, այս խառնած ինդեքսների հետ ին, բայց իրականում ինքը հենց էլեմենտներ։ Սենց ինքը հենց էլեմենտների վրա է անցնում։ Ուղղակի սրանով մի քիչ ուրիշ խնդիր ենք լուծել։ Սրանով ինչ արեցինք ու ինչ էր մեզ պետք անել։ Լավ, ասեմ միանգամից, ոնց որ տպեցինք զույգ թվերը, իսկ մեզ պետք էր զույգ ինդեքսներում գտնվող թվերը։ Մեզ կարևոր չի թիվը զույգ կլինի, թե չէ, կարևորը դիրքը իրա զույգ դիրք լինի։ Հա։ Հիմա ով կփորձի ուղղել հատկապես ով ձեռքեր, Անի լսում եմ, Դաշյան Անին ոնց որ թե չի խոսացել այսօր։ Բարև ձեզ։ Եթե ստեղով ուղղակի այդ for-ի պայմանը փոխենք, այսինքն i-ից գնանք i in range 1-ից մինչև թվերի len թվեր։ Ու այստեղից տպենք արդեն թվերի 3-րդը։ Ահա, որտեղ ին արդեն ինդեքսներ ա մեր մոտ։ Այսա որ աշխատացնենք, տպեց 1, 112, 8։ Ստեղով կարա նեղանա։ Այս 3-ի բանն է, չէ՞ մնում։ Ոնց որ ինչի ենք 1-ից սկսում։ Ինչ պատճառ կա։ Չկա, չէ՞։ Ոնց որ Բան ուղղակի մինչև վերջ, սկզբից մինչև վերջ պետք է գնանք, չէ՞։ Առաջին էլեմենտը ներառյալ։ Սա որ աշխատացնենք արդեն տպեց մեր մոտ 3, 1, 112, 8։ Այս էլ է մի հատ բան, որ հաճախ պետք է գալիս, որ ցիկլը պատտվում ենք ոչ թե բաների վրա, էլեմենտների վրա, այլ այդ էլեմենտների ինդեքսների վրա ենք աշխատանք անում ու հետո արդեն ասում թվերի այդ ինդեքս։ Ինչով կարա առաջի թվացքից կրկնակի գործ թվա, բայց եթե ինդեքսների հետ աշխատանք պետք է արվի, արդեն ստիպված ենք այս range len կառուցվածքով աշխատել։ Մեհեր տեսում եմ։ Իսկ օրինակ ավելի լավ չէ լինի գրենք այդ range-ում ինքը սկսեր 2-ից գնար մինչև len թվեր, բայց step-ում 2 տնենք, որ 2 գնար։ Կարելի էր անել, հա։ Ոնց որ սկսել է 2-ից չարժի, որտեվ էլի ոնց որ էս խենք էլի առաջին էլեմենտին բաց թողում։ Էս 3-ին անիմաստ նեղացնում ենք, բայց կարենք այսպես անենք։ Բայ ներողություն։ Սխալ տեքստորակետ դրեցի։ Ու հա, այս ձևով արդեն նույն պատմությունը կլիներ։ Ռևանտ լսում եմ։ Գնալեք։ Հա, պետք է կտեսնեմ, իհարկե, լսում եմ։ Դա էլ ակտուալ չէր։ Ռևանտ, եթե ասելու բան ունեք, արդեն կարա կանմյութ լինեք, էլի։ Հայկ ջան, իսկ այնտեղ for i in range թվեր, հետո if թվեր i մոդուլ 2 հավասարեցրով print թվեր i, այդ ձևով չէր լինի։ Թվեր in ինքը արդեն նորից թիվա չէ լինելու։ Իսկ մենք ստանալու ենք այդտեղ 4 0 112 8-ը։ Կն էլի զույգ թվերն ենք ստանալու, ոչ թե զույգ ինդեքսներում գտնվող թվերը։ Մեզ հենց պետքա 0 1 2 3 4, տենց միջև երկարություն այ դրանց զույգերն է պետք ստուգել, էլի։ Այսինքն սովորական i պետք է գրի, ոչ թե թվերի, հա։ Հա, սովորական i։ Եղավ, մերսի։ Դե մերսի։ Մեհեր լսում եմ։
Ինձ բայց հետաքրքիր է մենք ինչ ենք 0 ինդեքսն էլ վերցնում, եթե ոնց որ 0-ն զույգ թիվ չէ, էլի զույգ ինդեքս է համարվում։ Չի զույգ չի որ։ Երկուսի բաժանվում է զրոն։ Հա, էլի 0 է գալիս։ Հա, դե զույգ է։ Հա, լավ։ Դե առնվազն ես զրոն որպես զույգ թիվ եմ սովորել։ Լավ։ Okay, էլի ինչ էր հարցը, ժողովուրդ կամ ինչ էր ցանկացած նշումներ։ Նրա։ Գրանք առաջ ու տեսնենք այն։ Մեկ էլ ժողովուրդ, եթե խոսանք թե ինչ արժեք է ընդունում փոփոխական այդ ցիկլը ինչ ազդեցություն է ունենում փոփոխականի վրա, բավականին ինտուիտիվ է իրականում լինում։ Ոնց որ ներեք։ Եթե փոփոխական, ասենք ասում ենք for i-ին ինչ որ բան, հիմա այս an եթե ցիկլից դուրս ինչ որ արժեք ընդունել է, ցիկլից դուրս իր արժեքը կլինի հենց այն արժեքը, որ ուներ։ Եթե ստո օրինակ ասել ենք անհավասար է, որ լինի string լինի, որ լրիվ ուրիշ լինի, անհավասար է բարև, մինչև for-ը իր արժեքը լինելու է բարև։ For-ի ներսում հերթով ընդունելու է այս մեր տված այդ որտեղ որ ասել ենք պտտվի, տեղի արժեքներն է ընդունելու։ Ու հիմա գուշակելու լինեք for-ից դուրս ինչ արժեք կունենա an for-ը պրծավ աշխատելը հետո այն Փորձեք գուշակի ինչ որ մեկը հա անի լսում եմ For-ից դուրս ինքըափոփոխականի արժեքն է ունենալու for-ի մեջ արդեն ինքը i-ին է փոխարինում, այսինքն լիստի մեջի արժեքներն է ունենալու то есть ինդեքսները Okay իսկ այսքան for-ի վերջում for-ը որ պրծավ սա նորից կընդունի բարև արժեքն հա Okay հա այդ սա կարող է տարբերակ լինի բայց չէ ոնց որ այս a փոփոխականի մեջ որ բարև բառն էր գրած լինում հետո փոխվեց դառավ այս դեպքում ոնց որ range-ով են գնում այսինքն 0 1 2 տենց սկսեց դառնալ արդեն այդ բարևը կորավ գնաց հիմա արդեն այս ցիկլը որ վերջանա վերջին աշխատելուց ցիկլի ինչ է տեղի ունեցել անհավասարվել է վերջին էլեմենտին չէ այս ցիկլի ինքը տենց նույն ձև լինելու է վերջին էլեմենտը ուղղակի այսինքն մինչև for-ը բարև էր հետո կդառնա 0 1 2 3 4 5 6 for-ից դուրս էլի կլինի 6 ինչ վերջում դրել ենք էդ էլ մնացել է ստեղ հարցեր Ռևան լսում եմ Այդքան մի բան հարցնեմ, դե range-ը վերջի թիվը չէր վերցնում, չէ՞, հիմա օրինակ range-ի այդ ընդհանուր թվերը վերցնելուց վերջին թիվը չի բերել, չէ՞։ Այսինքն 8-ը չի հասկանա ինքը։ Այստեղ աշխատանք արվում ինդեքսների հետ, այսինքն ինքը գնալու է 0 1 2 3 4 5 6, այտենց է աշխատելու։ Այստեղ 7 էլեմենտ կա ցուցակում։ Հա, range-ը ոնց որ ինչ գրած է, չներառյալ է դա վերցնում, էլի։ Եղավ, մերսի։ Okay, մի բան էլ ասեմ։ Տեսանք for-ը string-երի հետ, for-ը list-երի հետ, ներողություն, for-ը տեսանք list-երի հետ, range-երի հետ, եկեք հիմա տեսնենք string-երի հետ ոնց կաշխատի։ Նույն ձև, լրիվ նույն գաղափարն է, որովհետև ոնց որ list-ը խառը էլեմենտների ցուցակն է, string-ը թվերի ցուցակ։ Ցուցակն ինչ կոպիտ ասած, էլի։ Մենք եթե ունենք այստեղ մի հատ ինչ-որ string, ուզում ենք հաշվենք իր մեջ a տառը քանի անգամ է հանդիպում, կարող ենք ասենք օրինակ count an հավասար է 0, ու ասենք for i in s։ Կամ նույնիսկ կարող ենք ասենք for i in ու string-ը այստեղ հայտարարենք, բայց դրանց շատ ավելի տհաճ է։ Ու եթե in հավասար է i, count an մեծացրու 1-ով, sense կգար կհաշվեր, որ 3 հատ a կա այստեղ։ Ոնց որ հանգիստ նույն գրելաձևով ամեն ինչ նույն կերպ աշխատում է մեր մոտ։ Մինչև այս ժողովուրդ, մենք որ աշխատացնում էինք այս մեր կոդիկը, ինչ էինք անում, for-ով ասում էինք աշխատի SSS ցուցակի էլեմենտների համար, ինքը բռնում էր բոլորի համար աշխատում էր։ Բայց ախր ժողովուրդ, մեկ-մեկ կարող է նշինի, որ
ինչ որ բայց էլ անիմաստ է աշխատել, չէ։ Օրինակ, չգիտեմ, եթե ու առօրյայում շատ կան այդպես բաներ ու ծրագրավորման մեջ էլ շատ կան։ Մենք չգիտեմ, ուզում եք պանիր առնեք, ու գիտեք, որ խանութները այդպես EVK կարաք մտնեք, MG մտնեք, SAS մտնեք եւ այլն եւ այլն։ Մի օր այդ խանութներով հերթով գնաք։ Ինչ որտեղ որ գտաք, էլ մյուսը չեք մտնելու, չէ։ Ստոպ եք տալու։ Հիմա ոնց որ եթե հաջողեցինք, всё, եղավ, գտանք այն ինչ մեզ պետք էր։ Ոնց կարանք ասենք, всё, էլ պետք չի ֆոր աշխատացնել։ Հերիքա, ապրես, լավ է, գնա առաջ, շարունակի։ Այդ իրականում տենց բավականին հեշտ է Python-ում կազմակերպվում։ Եկեք էլ ավելի կյանքին մոտ օրինակի վրա նայենք։ Պատկերացնենք, sense մի հատ ինչ որ իրերի ցուցակ ունենք, ինչ որ գրիչ, պանիր, հարթուկ, բանման։ Ուզում ենք գտնենք նասկու թայը, օրած։ Հիմա ինչ պետք է անենք։ Կարող ենք գրենք ստեղ ասենք for in իրեր print դարակի մեջ դրված էր, տպենք զուտ ինչ էր դրված։ Հետո նայենք, եթե in հավասար է նասկու թայ, գրենք ուրա գտանք ու մի հատ էլ դրսում եկեք ուղղակի ասենք շարունակում ենք ման գալ, այստեղ է մի հատ ինչ-որ print եմ դրել, զուտ որ տեսնենք for-ը պրծել է։ Հիմա սա որ աշխատացնեմ։ Նայեք ինչ է գրել։ Դարակում դրված էր գրիչ, շարունակում ենք ման գալ։ Գրած էր պանիր, շարունակում ենք ման գալ։ Հարթուկ բան, դրած էր նասկու թայ, ուրա գտա, շարունակում ենք ման գալ։ Հետո մակարոն, գիրք, ինչ ասես, sense հերթով ամեն ինչով անցնում է։ Բայց իմաստ չկա։ Այստեղից հետո կուզենք stop տենք։ Որ բռնենք ջարդենք for-ը, էլ չաշխատի։ Այդ դրա համար օգտվում ենք break հրամանից։ Break հենց ջարդել է նշանակում ու տեսնենք հիմա կոդը ոնց է դառնում։ Նայեք։ Նասկու թայի վրա եկավ ասած ուրա գտա ու stop, всё։ Էլ ոչ բան չկա։ Նույնիսկ այս ցիկլի մեջի շարունակում ենք մանգալը չի աշխատել, որտեղ հենց այս break-ը եկավ, վերջ, for-ը աշխատանքը վերջացնում է։ Այսա շարունակում է այս 10-րդ օղում մեկն է տպում։ Այս break-ը շատ օգտակար բան է, չէ, եթե ուզում եք ավելի տենց ծրագրավորման օրինակներ, հիմնականում երբ որ ինչ-որ բան ման եք գալիս կամ ինչ-որ բան ուզում եք անեք մինչև մի բան տեղի ունենա, թեկուզ ասենք ինչ-որ կայքերից ինֆորմացիա քաշել մինչև X բանը գտնեք, տվյալները տողերով հերթով անցնեք մինչև կոնկրետ այսպես մարդու մասին տվյալ գտնեք, ինչ-որ նկարները մինչև մի խոսքով տենց կարելի է հազար մի օրինակ մտածել, շատ օգտակար հավես բան է կարճ ասած break-ը։ Լսում եմ հարցեր break-ից։ Okay։ Break-ի ինկերը մի քիչ ավելի տենց փափուկ continue-ն է։ Եկեք հիմա էլ պատկերացնենք օրինակ, որ ուզում ենք ինչ-որ թվերի ցուցակ ունենք, ուզում ենք թվերի արմատները հաշվենք։ Մեր կոդն է ստեղ for-in էս մեր ցուցակը, տպի որ փորձում եմ հաշվել այս հրա արմատը, այստեղ մի հատ պայման կա, որ եթե in փոքր է 0-ից, մի հատ ինչ-որ տեքստ է տպում, որ մի վարքան, մենք չենք կարող բացասական թվի արմատ հաշվենք, հետո ներքևում հաշվարկը արվում է արմատի։ Ու տպվում է մի հատ դատարկտող, որ զուտ վիզուալ հաճելի լինի։ Այսօր աշխատացնում ենք ստեղ 1-ի արմատը հաշվեց, 4-ը հաշվեց, 5-ը հաշվեց։ -3-ի համար տպեց, որ այս մեր դժգոհող տեքստը, բայց արմատը էլի փորձեց հաշվել։ Արդյունքում կոմպլեքս թիվ ստաց։ Ոնց կարանք ասենք, որ այս արմատ 3-ի վրայով թռի։ Այս մեկին բաց թող։ Պետք չի։ Այդ դրա համար օգտվում ենք continue-ից։ Continue նշանակում է շարունակել, ոնց որ առաջ ենք գցում, հաջորդ երկն ենք միացնում։ Continue-ի արածը որ ինքը իր տակ գտնվող ծրագիրը էլ չի աշխատացնում, միանգամից այս for-ին թռցնում է հետ վերև ու արդեն հաջորդ էլեմենտի համար աշխատանքը շարունակվում է։ Սրանով որ աշխատացնեմ, տեսեք, ստեղ այս մեր տեքստը տպեց, ստեղի, ու continue-ից հետո էլ արդեն սա չի աշխատել։ Նայեք, էլ չկա արմատ հաշվելու փորձը։ Գայսա միանգամից այս 49-ին, -13 էլի չկա հաշվարկ անելու փորձը։ Հա, մեհեր լսում եմ։ Ես կտցրել եմ, որ անմյուտ լինեք, եթե հարց կա, համեցեք։ Ուժորդ մնաք, համեցեք։
Հա, մի հատ այսպեսի հարց էլի, որն է տարբերությունը continue-ի մեկ էլ pass-ի։ Okay։ Իմ մոտ մի բան բերեց, որ ինտերնետս ոչ ստաբիլ է։ Մի հատ որ խնդրեմ ինչ-որ մեկը կհաստատի, որ ինձ նորմալ լսում ու տեսնում է։ Ինձ տեսնելը հեչ էկրանը տեսնում։ Okay։ Մի հատ բուտ ստացա։ Չգիտեմ ով ա դրել, բայց մերսի։ Եվ բարի, ու եթե հարցրել չկա, okay։ Մեկ էլ ստեղ նշեմ, որ այս continue-ն ու break-ը կարան իրար հետ միասին լինեն նաև ցիկլի մեջ։ Այս կալկուլյատորը օրինակ եթե մի քիչ փոխենք նրանով, որ ասենք ինչ-որ սնահավատ կալկուլյատոր թող լինի, բացական թվերի համար չի հաշվում արմատը, իսկ եթե 13 մուտք անենք, ուղղակի ավտոմատ ստոպ է տալիս աշխատանքը, կլինի sense բան։ If նամը փոքր է 0, այս մեր print-ը ու continue 13-ի դեպքում մի հատ ինչ-որ ուրիշ print ու break։ Սա որ աշխատացնենք -1 բաց թողեց, 9 հաշվեց, 4 հաշվեց, -2 բաց թողեց, 13 ինչ-որ բան տպեց ու ստոպ տվեց ուղղակի։ Էլ արդեն այս 16-36-ը շանս է չունեցեմ աշխատելու։ Որտեվ break-ը խիստ կոպիտ բան է, միանգամից շմփ ջարդեց վերջացա։ Ահա, հեշտ լսում եմ։ Իսկ որն է continue-ի ու pass-ի տարբերությունը։ Pass-ը այդ ուղղակի գրվում է, որ ինչ-որ բան հետո կլրացնենք, ստեղ արդեն pass-ը իմաստ չի ունենա, որովհետև արդեն կոդ կա գրած, ոնց որ էլ ինչը pass անել, ստեղ արդեն մքացած է նույնիսկ ցույց տալիս այս pass-ի կոդը։ Continue-ն ինքը հենց ասում է կոնկրետ գնա անցի առաջ։ Pass-ը այդ մենակ դատարկությունը լրաց ինչ-որ դատարկների ինչ-որ բան ձևական դնել, հետո լրացնելու համար արվում, էլի։ Այսինքն միակ ձևը, որ for-ը կարա pass-ը կարա for-ի հետ լինի, այդ էսա, for ինչ-որ բան ու ստեղ pass։ Հենց ինչ-որ բան սկսեցինք for-ի մեջ գրել, արդեն pass-ը չի օգտագործվում, էլի։ Եթե հարց կա համեցեք, եթե չէ, Անա լսում եմ։ Հա, ես ուզում եմ ասել, որ փաստը կարանք պատկերացնենք, որ վերևի տողին է վերաբերվում, իսկ continue-ն դրանից ներքև գրած են։ Continue-ն ներքև գրածին վերաբերում է այնքանով, որ ներքևը գրված ամեն ինչը անտեսվում է, հա, որտեվ թռնում է հետ վերև։ Pass-ն էլ ոնց որ հա, պրինցիպի վերևին է կապված, բայց նաև pass-ից ներքև ոչ մի բան չի կարա լինի, թե չէ անիմաստ կդառնա pass-ը, էլի։ Մենք եթե ստեղ գրեմ print 1, օրինակ, ու ստեղ pass կար, կգզեմ for in range 1-ից 10, սա ոնց որ ուղղակի 10 անգամ մեկ է տպելու, էլի, այս pass-ը կա չկա, անիմաստ ուղղակի բան է դառնում, էլի։ Իսկն հա, վերևինին է կապված, բայց որտեղ ներքևը չի էլ կարա իր բան լինի, էլի, սենց ասած։ Հարցեր էլի ժողովուրդ։ Okay։ Դե ժողովուրդ, պատրաստվեք։ Մտնում ենք երևի մինչև այս ամեն ինչ այս դասը եղած ամենաշփոթացնող թեման, այդ շփոթացնող անուն ունի, այս անունը մի քիչ ուրիշ լիներ, ագին ավելի հեշտ կտրվեր, այդ for else-ն է։ Եթե ինչ որ ձեզ մեկը ասի for else, իմ պատկերացնելով բնական բան է, նա որ ասեք, հա? If else, ինչ for else։ Else-ը նշանակում է մնացած դեպքեր։ For-ի մնացած դեպքերը ո՞րն է։ Ցիկլի մնացած դեպքը ի՞նչ է։ Եկեք դանդաղ հասկանանք։ Նախ ոնց որ այստեղ մի հատ վիդեո եմ դրել, թե ինչի է այս կոչվում else, ինչը բավականին ոնց որ այս վիդեոն նայելուց հետո ահագին կարելի է հասկանալ, թե ինչի է կոչվում else, բայց բան, այս բանին կարա մի քիչ շփոթացնող լինի, այս վիդեոն ում հետարքերը մտեք նայեք, ավելի տենց պատմականորեն ասում է որտեղից է գալիս այդ else-ը։ Չաթում հարց կա, որ բան, անցածից հարցեր կա, հիմա տամ թե մնա հետո, նավ կներ հենց այդ բանին ոնց որ հարցը տրվի, բայց այս for else-ը սկսել ենք, for else-ը պրծնեմ ու հարցը կարաք ասեք։ Okay։ For else-ի գաղափարը էս է։
Եթե ինչ որ բան աշխատացնում էինք, ու մեջը break-ի պահ կար, այսինքն այդ break-ը ինչ որ չափով մեր հաջողության դեպքն էր, sense ասած, ուզում ենք նաև գրել, թե ինչ պետք է արվի չհաջողելու դեպքում։ Else-ի իրականում սաղ իմաստն է նա, որ ինքը no break-ն է։ Եթե break չի եղել, այդ դեպքում ինչ աշխատի։ Այս դեպքում ասենք, այստեղ եթե ունենք այս մեր նասկութայի օրինակը, եթե նայենք, մենք եթե բոլոր ամեն ինչով անցանք, ոնց եզրակացնենք, որ չենք գտել։ Դրա համար կարող է լինի տարբերակ, օրինակ, որ սարքենք մի հատ sense փոփոխական, ասենք գտել ենք հավասարա false, կամ իրականում ինքը իմաստորեն նույնն է ինչ, ասենք break չի եղել հավասարա false, այսինքն ներողություն break եղել է հավասարա false, ուստեղ ասենք, որ եթե նասկին գտավ, այստեղ ասենք, որ գտել ենք հավասարա true, ու եթե սենց վարվենք, կարող ենք այս else-ի փոխարեն ասենք բան, չէ՞։ If not գտել ենք, չէ՞։ Եթե չենք գտել, իսկ եթե սա true չի եղել, տպի, որ չենք գտել։ Սա որ աշխատացնեմ, այս դեպքում, հա, տպեց չգտա, մի վարքան, դել ենքը հավասարա false, հա, ներողություն, այս ցանկի մեջ չկար նասկութա արդեն, ջնջած էր։ Դրա համար այստեղ ինքը ամեն ինչ անցնում է, վերջում ասում է չգտա։ Եթե լիներ, այս դեպքում այս չգտան չէր տպվի։ Հիմա ոնց որ else-ի գաղափարը նա, որ ոնց կարանք այսքանի փոխարեն միանգամից տես բուն հենց Python-ի մեջ գրելաձև ունենանք, որ նույն արդյունքին կհասնի։ Այսինքն այս գտել ենք հավասարա false-ը, կամ որ ավելի լավ է մեկնաբանել որպես break եղել է, թե չէ հավասարա false, այստեղ եթե ասենք, որ okay, հենց break պետք է լինի այդ նույնն է, ինչ break եղել է հավասարա true, ավտոմատ դա ստուգվի։ Եկեք մի հատ այսքան արդեն ջնջեմ, այսպես թողենք, այս էլ հետ դարձնեմ else։ Ու տեսնենք, որ եթե break լինում է, այսինքն ուռա գտան, որ աշխատեց, չգտան չի տպվում։ Եթե break չլինի, այս չգտան աշխատում է։ Այսինքն Python-ը ուղղակի իր համար ստուգում է break աշխատել է թե չէ։ Եկեք այս break-ը copy բան անեմ, ջնջեմ ուղղակի, տեսնենք ինչ կլինի։ Երբ որ չկար, տպես չգտա, հիմա տեսնենք եթե լինի ինչ կլինի։ Երբ որ կար, էլի տպես չգտա։ Դե իր միակ բանը, որ ստուգում է, այսինքն այս else-ը միակ բանը, որ իմանում է, դա նա թե false-ը, for-ը անխափան աշխատել է թե չէ։ Մինչև վերջ հասել է իր աշխատանքը, թե չի հասել։ Չի հասել, այդ կբացատրվի մենակ նրանով, որ break է եղել։ Երևի մի քիչ ինքս ինձ շատ եմ կրկնում, կարծես ասա, else-ի բանը, գաղափարը այնա, որ գրում ենք ծրագիր, որ պետք է աշխատի, եթե for-ը մինչև վերջ աշխատել է, եթե break չի եղել for-ի մեջ։ Հարցեր ինչ-որ ժողովուրդ ստեղից։ Կարամ նաև լսեմ հին բաներից հարցերը, որ չեք հասցրել տալ։ Ուզում հարցնեք։ Հա, նամակ կա, որ չհասկացաք, կարանակ ասեք ինչն էր անհասկանալի, թե ընդհանրապես ոչ մի բան հասկանալի չէր։ Արձագանք չկա, պետք է հա, չէ, պարզ է, որ for-else-ներ անհասկանալի, ինքնատների for-else-ից ինչն էր անհասկանալի։ Okay, մի հատ մտածեմ ոնց որ իզով բացատրեմ։
Կարանք երևի սենց մոտենանք։ Լիցուկ եթե մի հատ ինչ-որ կոդ ունենք, այսքան բանը, որ աշխատում է ու պայման ունի, որ այդ պայմանում ինքը այդ պայմանի բարելու դեպքում շուտ է ստոպ տալիս։ Ասենք, եթե մի հատ խանութ մտանք պանիրը գտանք, всё, ստոպ ենք տալիս, այլ ուրիշ խանութներ չենք մտնում։ Հիմա եկեք այդ խանութի օրինակով աշխատենք, որ թազա օրինակ լինի, գուցե թազա օրինակով ավելի հասկանալի լինի։ Հիմա եթե ունենանք սենց առաջադրանք, գնա SS խանութները, փորձի պանիր գտնես, եթե ինչ որտեղ պանիր գտար, ընտիր, եթե ոչ մի տեղ չգտար, կգնաս այն մեր գյուղը, գյուղում հաստատ կլինի։ Հիմա ոնց գրենք այն ծրագիրը, որ ինչ-որ բան աշխատի, այն դեպքում, եթե պանիր չի գտնվել։ For-ի մակարդակով, ինչ է նշանակում պանիր չի գտնվել։ Այդ կնշանակի այն, որ երբեք, որ for-ը մինչև վերջ աշխատել է, չէ՞։ Եվ եթե ոչ բոլոր խանութներն ենք մտել, դրա միակ բացատրությունը նա որ ինչ-որ պահի գտնվել է։ Դա մեր break-ը եղել։ Եթե բոլոր խանութները մտել ենք, նշանակում է break չի եղել, թե չէ չենք մտնի ինչ-որ խանութներ։ Եթե break չի եղել, նշանակում է պանիր չկար, այսինքն այն ծրագիրը, որ գնանք գյուղից բերենք, պետք է աշխատի այն դեպքում, եթե break չի եղել, չէ՞։ Հիմա այն բլոկը, որ պետք է աշխատի, եթե break չի լինում, գրվում է for-ի տակ else-ի մեջ։ Այսինքն else նշանակում է break չի եղել։ Ու կարանք ասենք, որ եթե break չի եղել, print գնա գյուղից բեր, օրինակ։ Սենց օքեյ էր։ Ինչ որ արձագանք։ Ղևանդ լսում եմ։ Ինքը լրիվ նույն if-else-ի նման է, այսինքն եթե չի գտնում, մյուս տարբերակն է արդեն ման գալիս, ոնց որ բան չի գտնում ապրանքը, break չի լինում, else տարբերակն է ընտրում։ Ոնց որ ինչ որ առումով, բայց ոնց որ այս if-ը ինքը կոպիտ ասած բոլոր if-երին է վերաբերվում, բոլոր պայմաններին է վերաբերվում, էլի։ Այսինքն նես չի, այս else-ը ուղիղ վերաբերվում է այս if-ին։ Հա, չէ, ես չէ, ընդ նմանացնում if-else-ի նման է, էլի այդ for else-ը զուտ։ Չգիտեմ, երևի մի քիչ ավելի if-else-ի պես մտածելու դեպքում մի քիչ ավելի դժվար կլինի, ոնց որ պետք է հասկանալ if-ը ինչն է։ Բայց եթե մտքում պահեք, որ if-ը այնա, որ break-ը if-ը break եղել անա, else-ը break չի եղել, այտենց կարող է օգնի։ Այս վիդեոն էլ իրականում անունի ցակման վիդեոն կարող օգնի ավելի լավ այդ բան անել, բայց ինչ եք ասում, այսինքն ասեմ, ինքը for-ով սաղ տարբերակների վրա գտնում, մանա գալիս, չի գտնում այդ ապրանքը, break չի անում, else տարբերակն է ընտրում։ Հա, կարելի է տենց էլ ասել, ոնց որ ինչ որ մեգա if-ի else-ա ինքը։ Այսինքն եթե այս ոչ թե նաև նայենք որպես in հավասարան ասկութա, այլ նայենք if իրեր 0-ն հավասարան ասկութայի կամ իրեր 1-ը հավասարան ասկութայի կամ 2 կամ 3 ու տենց բոլորի համար, ինքը այ դրա else-ն է։ Բայց ժողովուրդ, ոնց որ տեսականորեն կարա if գոյություն չունենա ընդհանրապես, ու մեկը այս for else-ի կառուցվածքը աշխատի։ Սա մի քիչ անիմաստ բան է լինելու։ Եկեք ստեղ գրենք մեկ օրինակ, այս դեպքում չտպվեց, break-ը չլիներ կտպվեր։ Ինչի է անիմաստ, որովհետև եթե առանց if-ի break-ը լինում, ուրեմն միշտ stop-ա լինելու, նես չի ինչ որ դեպքում է stop լինում։ Այսինքն ոնց որ ջարդում ենք մեր ցիկլը միշտ, էլի։ Համարյա միշտ կարելի ասել միշտ if-ի հետ կա break, բայց else-ը նես չի պարտադիր if պետք է լինի, որ աշխատի։ Else-ը միակ բանը, որ իրեն հետարկվում է, այդ break-ի առկայությունն է։ Break-ի աշխատել կամ չաշխատելն է ավելի ճիշտ։ Հրանոց։ Հա, ձեզ մերսի։ Ես էլի նամակ ունեմ ու էլի անձնական նամակ է, նորից խնդրում եմ ընդհանուր հարցերը ընդհանուր chat-ում գրել։ Հարցը մեկ էլ երբ break-ը ջնջում ենք ու ավելացնում դրանց տարբերությունը նորից, էլի։
Եթե break-ը չկա գրած, ուրեմն այս else-ը ոնց որ միշտ աշխատելու է, որտեղ եթե break չկա գրած ուղակի, ուրեմն երբեք չի կարող աշխատի։ Եթե break կա գրած, ուրեմն կարող մեկ-մեկ else-ը չաշխատի, այն դեպքերում, եթե break-ը աշխատել է։ Եթե okay չէր, ասեք, եթե okay էր, նաև լսում եմ ուրիշ հարցեր մնացածից էլ ժողովուրդ։ Դե բարի։ Եկեք վարժելու համար մի հատ sense առաջադրանք անենք։ Ցուցակ ունենք ինչ որ թվերի, եկեք copy paste անեմ։ Հիմա ուզում ենք sense անենք։ Եթե ինչ որ զույգ թիվ կա, տպենք որ զույգ թիվ կա ցուցակի մեջ։ Եթե զույգ թիվ չկա, տպենք որ զույգ թիվ չկա։ Ոնց կարանք սա լուծենք։ Ձեռքերը տեսամ, մի հատ տեսնենք մարդ ձեռքը բարձրացնի, ով այսօր չի խոսացել։ Okay, չկա, առաջինը մհերներ, լսում եմ։ Մի հատ for cycle ստեղծենք, գրենք for I in թվեր, դրա մեջ, մի րոպե, եթե բոլոր կենտեն, բոլոր։ Հա, այսպես անենք, բաժանենք 2-ի, այսինքն մնացող տոկոսով բաժանենք։ Ու գրենք զույգ թիվ կա ու break։ Իսկ հետո ներում էլ արդեն else-ով բոլորը կենտ են։ Ճիշտ է։ Break ու այսպես, չէ՞։ Լավ, իրականում sense չի, ուսմա դուք էլ հասկացաք, որ sense չի, բայց եթե նայենք սա ոնց կաշխատի, սա մի քանի անգամ տպելու է բոլորը կենտ են, որովհետև ամեն մի զույգ չհանդիպելու դեպքում ասելու է բոլորը կենտ են, բայց մեզ պետք է ոչ մի զույգ չհանդիպելու դեպքում, դրա համար այն ժամանակ ոնց ասում ինքը mega if-ի else-ն է, բոլոր այդ պայմանների else-ն է, այսպես գրելու դեպքում արդեն ճիշտ է լինում։ Հա, չէ, գիտեի, որ այդ նկատի ունեք, դիտմամբ sense գրեցի, որ կարողանանք քննարկենք։ Ու այստեղ մի հատ էլ եթե ուշադրության գրավեմ, էական կտորը այստեղի break-ն է։ Նախ break-ով անիմաստ մի զույգ գտնելուց հետո երկրորդ զույգը չենք ստուգում, երկրորդն էլ else-ը իմաստ է ձեռք բերում։ Okay։ Մի հատ էլ վարժություն, լավ, այս մեկը կարող եմ ուղղակի ցույց տամ, ոչ թե գրենք։ Օրինակ, եթե ուզում ենք հաշվենք պարզ թիվա թե չէ թիվը, թիվը պարզա թե չէ, ճիշտ ներողություն, կարող անենք sense։ Ասենք այդ թիվը մուտքում ստանանք ու օրինակ 2-ից մինչև n ստուգենք, ենք եթե 8 թիվն է, 2-ից մինչև 7 հերթով թվերով անցնենք, նայենք, եթե ինչ-որ մեկը գտնվեց, որ բաժանվում է, ուրեմն պարզ չի, չէ՞, որտեղ պարզը մենակ մեկի ու իր վրա կբաժանվեր։ Այստեղ իրականում շատ ավելի օպտիմալ գրելու համար կարելի է այս n-ի փոխարեն գրել արմատա կարելի վերցնել կամ գոնե կես գրել, ուրիշ ձևեր կա ավելի օպտիմալի բանան, բայց մեզ այդ սա հիմա կարևոր չի։ Զուտ ոնց է կկազմակերպենք, ասում ենք in range 2-ից n, n-ը չներառյալ է լինում, եթե n-ը բաժանվում է 0-ի, ուրեմն պարզ չի։ Ու break։ Բայց եթե ոչ մի թիվ չի եղել, որի վրա որ բաժանվի, այդ դեպքում արդեն պարզ է։ Փորձենք 7-ի համար, 7-ը պարզ է։ Փորձենք 51-ի համար, 51-ը պարզ չի։ Այդպես։ Այս էլ մեր for else-ը։ Հարցեր ինչ-որ մինչև ստեղ ժողովուրդ։ Լավ։ Մինչև այս պահը մենք որ աշխատում էինք բավականին հստակ դրված խնդիրների հետ։ Գնա այս խանութը, գնա պանիր մանարի։ Այս թվերը մեջերից նայի զույգ կենտ եւ այլն։ Այսինքն միշտ
հստակ տրված էր մեզ այն էլեմենտները, որոնց հետ որ պետքա գործ անել։ Բայց նաև շատ հաճախ լինում է, որ խնդրի դրվածքը ուրիշ ձև է լինում։ Օրինակ ոչ թե գնա ես այս խանութները պանիր մանարի, այլ մինչև պանիր չգտնես, տուն հետ չգաս։ Օրինակ այդտեղ պայմանը ավարտվում այն ժամանակ, երբ գտնում ենք պանիր։ Որտեղ պետքա ման գանք, բապ չունի։ Այնքան պետքա ման գանք, մինչև որ պանիրը գտնվի։ Կամ այսինքն ոնց որ իմաստորեն կարա նաև ինչ որ բաներ լինի, այնքան աշխատի, մինչև ճիշտ լինի։ Օրինակ թիվ ենք մտապահել, ուզում ենք մարդուն ասենք, որ բան անի, փորձի գուշակի։ Հիմա մարդը պետքա այնքան փորձի, մինչև կարանա գուշակի, չէ՞։ Մենք չենք կարա ասենք for in range 40, որ ինքը 40 անգամ փորձի, որովհետև կարող է 45-րդ անգամից է գուշակում։ Չկա հստակ ձևակերպած, թե որ էլեմենտների համար պետքա աշխատանք արի։ Կա պայման, թե մինչև երբ պետքա աշխատանք արի։ Այդ դեպքերում օգնության է հասնում for-ի մեծ եղբայր while-ը։ While նշանակում է քանի դեռ։ Ու գրելաձևը սենց է։ Գրում ենք while ինչ որ պայման, ինչ էլ գրենք, ինքը ուղղակի նայելու է իր բուլյան տարբերակը true է թե չէ։ Ոնց է որ գրում էինք if ինչ որ պայման, ինչ որ բան, ու ստեղ ստուգվում էր, եթե սա ճշմարիտ է, ներսի բանն էր աշխատում։ Հիմա նույնը ստեղ է։ Ասում ենք while ինչ որ բան ու մեջը ներսի բանն է աշխատում։ Քանի դեռ այդտեղ գրված է ճշմարիտ է։ Առաջի օրինակը կոդի որ կարող լինի, օրինակ սա է. while true print պանիր։ Սա որ աշխատացնեմ, նայեք ինչ է լինելու։ Հրաշք է լինելու, անվերջ պանիր ենք ունենալու, որովհետև այստեղ միշտ գրված է true, դրա համար ծրագիրը միշտ աշխատում է։ Այս են ամենամինիմալ while loop-ն է։ Այստեղ շատ կարևոր է որ բան, ուշադիր լինել, որ անվերջ ցիկլերի մեջ չընկնել։ Այդ դրանով while-երը ավելի վտանգավոր են, քան for-երը, որովհետև for-ի դեպքում գիտես, որ ասել ես SSS էլեմենտների համար աշխատի, ինչ որ պահի բրցնելու են։ Անվերջ չի կարա լինի էլեմենտների քանակը, որովհետև ինչ որ հիշողության մեջ են կամ թեկուզ range-ով են սահմանված, կարևոր չի, բայց վերջը կա։ While-ով շատ ավելի հեշտ է ընկնել բան ցիկլի մեջ, անվերջ ցիկլի մեջ։ Բայց արդարության համար նշենք, որ ցանկացած բան, որ լուծվում է for-ով, կարա նաև լուծվի while-ով, բայց հակառակ պնդումը ճիշտ չի։ Դրա համար ասացի while-ը for-ի մեծ ախպերն է, ոչ թե փուճուր ախպերը։ Մի հատ եթե մինի օրինակ նայենք, ասենք, եթե ուզում ենք ինչ-որ մրցույթ է, ինչքան վատ ձևով է հնարավոր 1-ից 4 թվերի գումարը հաշվել, կարող ասենք մի հատ կոդ գրենք, որ գումարը հավասար է 0, for-ի in range 1-ից 5, գումարը մեծացրու 1-ով, ինքը մի հատ 1 գումարի, հետո 2, հետո 3 ու տենց, արդյունքում ստանանք 10։ Մենք կարանք այս process-ը, որ in 1 է լինում, հետո 2, հետո 3, հետո 4, while-ով ձեռքով կազմակերպենք։ Մենակ ասենք in հավասար է 1, առաջի արժեք, գումարը հավասար է 0։ Հետո քանի դեռ in 4-ից փոքր հավասար է, կամ կարանք գրենք փոքր է 5-ից, օրինակ, ասենք, որ գումարը մեծացրու i-ով, հետո in մեծացրու 1-ով։ Այսինքն ստեղ որ i-ի արժեքի նոր ստանալը, քանի որ հստակ գիտենք միջակայքը ավտոմատ արվում էր, ստեղ մենք պետքա 0-ով ասենք, թե ինքը ոնց ստանա, բայց process-ը կլինի այն, որ 1-ով կմեծացնենք գումարը, հետո այդ in կդարձնենք 2։ Այդ 2-ը կգումարենք, in կդարձնենք 3, 3-ը գումարենք ու տենց գնանք, կստանանք նույն 10-ը։ Ինչը շատ իմաստ չունի, բայց ուղղակի որպես օրինակ նրա, որ for-ով ամեն ինչ while-ով կազմակերպվում է։ Բայց նաև անձնական խորհուրդ, եթե ինչ-որ բան կարաք անեք for-ով, արեք for-ով։ Համ ավելի հասկանալի է, որտեղ հստակ նշվում է ինչով պետք է աշխատի, համ ավելի անշարժ գործ է, էլի։ While-ը ամեն դեպքում իրենից ռիսկ է ներկայացնում ու եթե ասենք ML-ի դասընթացը օրինակ, նույն ձև ոնց օրինակ, եթե խնդիրը կարա առանց ML-ի լուծվի, արժի խնդիրը առանց ML-ի լուծել, նույն ձև եթե խնդիրը առանց while-ի կարա լուծվի, բռնի առանց while-ի լուծի։ Okay, հարցեր ինչ որ մինչև ստեղ ժողովուրդ։
Բարի։ Այս վայլերի հավեսը այնա նաև որ իրանք մեզ թույլ կտան գործնականին ինչ որ տարբեր խաղեր սարքել թեթև։ Կհիշեցնեք առաջարկեմ մի քանի խաղ, որ նավսեկի նայեք մինչև մյուս դասը։ Բայց եկեք մի հատ sense խնդիր փորձենք լուծել։ Էլի հենց այդ մտապահացի բանով։ Մենք ինչ որ թիվ ենք մտապահել։ Եկեք օրինակ ասենք թիվը հավասար է 509։ Հիմա ուզում ենք մարդը փորձի այդ թիվը գուշակի, այդքան։ Մինչև գուշակի փորձի։ Մի քիչ սպասենք, հույս ունեմ նոր ձեռքերը կլինեն։ Ժորդ, կարող է փորձել նա, էլի, պետք չի ճիշտ կոդ ասել միանգամից։ Ինք, 4, 3, 2, 1։ Okay, մահեր լսում եմ։ Թիվ փոփոխականից հետո մի հատ նոր փոփոխական ստեղծենք, անունը դնենք has found կամ լավ գտել է ու դնենք false։ Հետո ներքևից while not գտել է ներքևում ոնց որ թվի input ենք անում, integer-ի input ենք անում, օրինակ թիվ, չէ, ներմուծված թիվ, հա, մշակություն, չէ, int input, Ճիշտ է, որ տվյալների տեսակները բռնեն իրար հետ։ ու մի հատ if ենք դնում, if գտել, չէ, թիվը հավասար է բանին, գուշակություն, օրինակ կարան գրենք print ճիշտ է ու break, իսկ Okay, այսքանը։ Եկեք փորձենք։ Հա, մեկ էլ մոռաց ասեմ, ու գտել են սարքում ենք true։ Հա, ճիշտ է։ Վայ, սխալ կոճակ սխմեցի։ Իսկ կորքի սխալ կոճակ սխմեցի։ Մի վարքան։ Մի քիչ դժվար կլինի հիմա, բայց ահա, կիսվեց։ Հա, ստեղ մեկ էլ ասենք գտել են հավասար է true։ Ստեղ եկեք փորձենք 10 օրինակ։ Ոչ մի բան չեղավ, 20, ոչ մի բան չեղավ, 509, ճիշտ է ու ստոպ եղավ ծրագիրը։ Հա, ճիշտ է, սա պոտենցիալ լուծում է։ Մենակ ստեղ մի հատ բան կա, որ որպես այդպիսին իմաստ չունի, կարող է փորձեք դզել միանգամից։ Մեր լսում եմ։ Ես ուզում էի առաջարկեի, որ վերջում էլ մի հատ գրենք սխալ է, որ հասկանամ սխալ թիվ է ներմուծել։ Որտեղ գրեմ դա։ Ամենավերջում այդ while-ի այդտեղ։ Հա, չէ, կներեք։ Հա, չէ, ճիշտ է։ Իրականում ոնց որ կարա միտք լինի, որ այստեղ պետք է else գրել, բայց եթե այստեղ break-ա դրած, ինքը sense տանած այստեղ stop այս բայից հետո stop-ա տալու։ Ու սա որ աշխատացնենք 10 սխալ է, 12 սխալ է, 509 ճիշտ է։ Հա, sense մի քիչ ավելի հաճելի դառավ։ Ուղղակի ոնց անին էլ ճիշտ նշեց, break-ը sense անիմաստ է դառնում։ Հա, մի հատ հլը հալավ, բարձր ձեռքար չհասցրեցի հարցնեմ։ Իրականում կամ break-ն է անիմաստ դառնում, կամ այս գտել են անիմաստ դառնում։ Եթե այս break-ը հանենք, եկեք տեսնենք ինչ ա լինում, 10 չաշխատեց, 509 աշխատեց, stop տվեց։ Եվ գտել են դառնում է true, արդյունքում այս պայմանը դառնում է not true, այսինքն false, ու ցիկլը stop ա լինում։ Բայց նաև կարենք այս գտել էին ընդհանրապես հանենք ու ստեղ break գրենք։ Ստեղ 10, 509, նայություն 9 չտպեցի, այսինքն stop լիներ։ Այս էլ պոտենցիալ կաշխատեր։
Իա ոնց էր երկու մոտեցում ունենք, էլի, կամ մեկը այնա, որ այս գտել են ստեղ պահենք ու այսպես վարվենք, կամ էլ եթե մեկը կարանք break-ով stop տանք ծրագիրը, թող մնա break-ի վրա, այս գտել են hedge, այս մեզ պետք չի։ Ուստեղ ուղղակի ասենք անverջ աշխատի դու։ Ոնց որ թող վայրի սահմանման մակարդակում չնշվի երբ է պետք կոդը stop տա։ Թող այստեղ նշվի։ Դա էլ է լրիվ valid տարբերակ։ Նաև տենց ես ավելի շատ եմ սիրում այդ տարբերակը։ Մի քիչ ուղղակի ավելի վտանգավոր է, որովհետև մեկը տեսար break-ի պայման եթե գրած չլինի, այսինքն մի հատ բան է ստացվում։ Ահա։ Այստեղ գրել եմ while true cycle, break-ի պայմանով, չէ՞։ Նայում ավրեն ու ոնց որ այս մեմը սենց անverջ շարունակվելով գնում է, որովհետև break մոռացել էր գրի ես մեր Անեկենա ինչ անունը, վստահ չեմ։ Հա։ Նորմալ հա, ոնց որ երկու valid մոտեցում են ու հա, այստեղ մի հատ առանձին արժի նշել, որ break-ը continue-ն հանգիստ կարանք օգտագործենք, որովհետև իրանք ոչ թե for-երի գաղափարներ են, այլ ցիկլերի գաղափարներ են։ Հիմա այդ ցիկլը կլինի for ցիկլ, թե y ցիկլ, հեչ կարևոր չի։ Անա լսում եմ։ Հա, ուզում եմ հարցնեի, կարանք, ասենք, բան հնարավորություն ունենք սանսով ինչ-որ ֆրակտալներ սարքել։ Երևի, ոնց որ հա, կարանք ինչ-որ ռեկուրսիվ բան ունեն։ Ես շատ չգիտեմ ֆրակտալը որն է, զուտ գիտեմ ինչ-որ բան է, որ անverջ նույն ձևով շարունակվելով գնում է։ Հա, որ անդադ մտնում ես մի կետ, նորից նույն պատկերն է, նորից մտնում ես նույն պատկերն է։ Հա, այդ ոնց որ այ շատ ռեկուրսիայի թեմա է, ռեկուրսիա մենք հələ չենք անցել, այդ ինչ որ ֆունկցիա է, որ իրան կանչում է։ Տենց ինչ որ բանով երևի ինչ որ ձև կարելի է կազմակերպել, բայց ոնց որ հեչ կոմպետենտ չեմ էլի ես այդ թեմայով։ Բայց եթե երկու բառով պատասխանեմ, ոնց որ ինչու ոչ, պետքա որ ստացվի։ Մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay. Ստեղ ինչ-որ մի երկու ուրիշ տարբերակ կա կոդի, չջնջեմ, բայց հիմա չնայենք էլ։ Մեկը որ կարա հետարքի լինի բան անել։ Կարակ որպես բանի առաջադրանք փորձեք նենց անել, որ երևի հիմա նայենք, թե հիմա չնայենք։ Լավ, եկեք հիմա նայենք։ Եկեք հլես break-ի մասին այս փուլում մոռանանք, փորձենք այս քով անենք։ Եկեք break-ի համար մի հատ ուրիշ պայման դնենք։ Եկեք, եթե 5 փորձով չի գուշակում, ասենք կրվեցիր։ Եթե հարց կա համեցեք, եթե չէ մի քիչ մտածեք ու ձեր բարձրացրեք։ Շատ ցանկալի է, որ պետք է նոր մարդիկ փորձեն։ Արխային փորձեք ժողովուրդ։ Կօգնեմ միասին խոսալով փորձեք հասնել։ Հələ բոլորը նրանք են ովքեր խոսացել են։ Բայց լավ։ Առաջինը Մհերն է ձեր բարձրացավ, բայց նախորդը Մհերը ասեց, դրա համար եկեք Անիին խնդրենք այս մեկը։ Անի, լսում եմ։ Լուպից դուրս մի հատ փոփոխական էլի հայտարարենք, կարա լինի count, հավասար է 0։ Հիմա լուպի ներսում մի վարքյան else-ի մեջ print-ից հետո կամ գրենք կամ առաջ տարբերություն չկա, գրենք count plus հավասար է 1։ Մի հատ ներքևից նոր if ստեղծենք, else-ին հավասար։ If count-ը հավասար է 5 ենթադրենք։ Եթե 5-ից ենք փորձում, այս դեպքում break անենք։ Okay, print փորձերը վերջացան։ Break։ Փորձենք։ Եկեք բան անեմ էլի, այս 5-ը սարքեմ 2, որ արագ տեսնենք արդյունքը։ 10,
12 փորձերը վերջացան։ Okay, սա կաշխատի։ Մի բան, որ շատ փորձ կտայի փոխել, դա նա, որ այս count-ը դնենք հենց ուղղակի while-ի սկզբում, ոչ թե բանի մեջ, հաջող ոնց որ ծախողելու մտքի փորձի մեջ։ Ոնց որ գուշակել չի գուշակել, այդ մեկը նույն փորձն է, էլի, ավելի ինտուիտիվ կլինի, որ count-ը ուղղակի while-ի մեջ լինի, while-ի սկսելուց լինի, ոչ թե չգուշակելու else-ի մեջ։ Ուհա, ինչ որ սրանով օքեյ կլինի։ Այստեղ մենակ պետք է զգուշ լինել նրանից, որ եթե ասենց պլանավորել ենք, որ երկու փորձ լինի, եթե այդ փորձենք, մենակ 10, 11, եկեմ 11, 2, չէ, քանի որ count-ը ստա ենք մեծացնում, օքեյ ալնում, զուտ նաև հիմնականում ավելի կարա հարմար լինի ստուգել ամեն ինչ օքեյ, այսինքն իրավունք ունենք խաղալու թե չէ, հենց կոդի սկզբում, իսկ եթե ստուգենք պարզենք, որ փորձերը վերջացել են, հանկարծ նենց չլինի, որ այդ դեպքում շարունակենք աշխատել։ Այստեղ չենք հանդիպում այդ դեպքի, բայց պոտենցիալ կարար լիներ։ Նարինը լսում եմ։ Բայց այս դեպքում այդ for-ով ու else-ով էլ չէր լինի։ Մեկը 5-ը կար էլի։ For-ով պտտվեք, եթե հավասար լինի, հակառակ դեպքում դուրս գաք։ Break անեք, եթե չէ, else-ով դուրս գա։ Շատ տեղի նշում, հա։ Նաև ոչ միայն ոնց որ չենք կարա for-ով անենք, այլ նաև արժեր for-ով անենք։ Եթե գիտենք հստակ 5 անգամ պետք է աշխատի, գրենք թող հստակ 5 անգամ աշխատի։ Համաձայն եմ։ Ինչ եմ, Անի, լսում եմ, եթե հարց կար կամ նշում։ Սրա հետ կապված, որ գուշակությունը input-ը պետք չի, count-ը գումարելուց առաջ տրվի։ Input-ը count-ը գումարելուց առաջ։ Այսինքն դեռ input չարած, ինքը մի հատ գումարեց արդեն, ճիշտ է։ չնայած տարբերություն չկա, չէ։ Գումարեց, ինքը ստուգելու է։ Ոնց որ կախված է լինելու, մենք այս երկու ասելով, որ գրել ենք հենց երկու, զանք ասենք երկու անգամ փորձի, թե չէ, թե ասենք ուղղակի մի անգամ եթե ստուգի, նախորոք վերջինը արդեն ասելու է, մինչև input անելը ասելու է արդեն վերջացավ։ Հա, տեղին անշումը, ճիշտ է։ Նամար ես երևի կուզեի ստեղ գրեի երկու գումարած մեկ, ոչ թե սա իջացնեի ներքև, բայց կամ էլ դա ներքև իջացնելը կլիներ լուծում։ Բայց լավ նկատեցիք, մերսի։ Էլի ինչ որ հարցեր կամ ցանկացած բան ժողովուրդ ստեղ։ Okay։ Մի բան մեկ էլ որ տենց քանի առիթ կա արժի բան անել, նշել, ստեղ որ մենք կոդի մեջ հստակ հենց գրել ենք 2, այս երևույթը կոչվում է բան անել, hard code անել, հենց խիստ կոդի մեջ ինչ որ բանել, կոպիտ ասած, հենց մխել հենց կոդի մեջ թե ինչ է, չոգուչել։ Ինչը ոնց որ օքեյ է, ճիշտ աշխատում է, բայց պատկերացրեք, sense շատ փոփոխականների հետ ենք անում, ու հետո 1000 մի տեղ ենք անում, ու կոդն էլ եկա մեծանում է, ինչ որ պես գժանոց է դառնալու։ Ցանկալի է սարքել հենց փոփոխականներ, ասել օրինակ փորձերի քանակ կամ թույլատրվող փորձեր, եկեք կարճ գրեմ փորձեր այս դեպքում, հավասար է 2 օրինակ, ու ստեղ ասել փորձեր +1 կամ ուղղակի փորձեր։ Այս ձևով, եթե ինչ որ մեկը ուզի փորձերը 2-ից դարձնի 5, այն պետք է գալ ստեղ ուղղակի սա դարձնել 5։ Պետք չի լրիվ կոդը հասկանալ, ճոկել, որ ստեղ է տեղի ունենում այդ ստուգումը ու ստեղի 2-ը դարձնել 5, չէ, ուղղակի մի հատ վերևը փոփոխական կարդալ հասկանալ։ Շատ ցանկալի է կոդը նենց գրել, որ կոդից ոչ շատ մոտի, կոդից բավական հեռու մարդը էլի կարանա իրենից գլուխ հանի, էլի, որտեղ շատ քիչ է լինելու դեպքեր, որ բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են նույն կոդի հետ, կարողանան ունենալ շռայլությունը այդ կոդը լրիվ մինչև վերջ հասկանալու կամ առնվազն սկզբում։ Դրա համար ոնց որ ինչքան կոմֆորտ գրենք կոդը, այդքան լավ համ մեզ, համ ուրիշներին,
Դրա մեջ նաև մտնում է փոփոխականներ ստեղծել, ոչ թե հստակ արժեքներ մտցնել։ Okay։ Հարցեր ինչ որ, հաղորդ։ Բարի։ Լավ։ Եկան։ Հա, ոնց որ while-ի հետ կարա continue նաև լինի նույն ձև, դե մի միկրո օրինակ ա դրած, որ հերթով թվերն ա տպում 3-ը բաց ա թողում, բայց ինչ որ խաղալիք օրինակ ա, զուտ իմացեք, որ while-ի հետ բան ա աշխատում, նույն ձև continue ա աշխատում, ու նաև while-ի հետ կարա լինի else։ Օրինակ, եթե այն մյուս խնդիրը նայենք, որ թվերը այն որ թվեր էր տված, ուզում ենք ասենք զույգ թիվ կա կամ ասենք բոլորը կենտ են, եթե while-ով ինչ որ նման խնդիր փորձենք ձևակերպել, ասենք մուտքում թվեր ենք ստանում, պարզել բոլորը զույգ է, բոլորը կենտ են, թե չէ, թե զույգ թիվ կա։ Էրի կարանք while else ունենանք, ու ստեղ ստուգումը արվի նրանով, թե break եղել է, թե չի եղել։ Ուղղակի ստեղ արդեն ոնց որ քանի որ break-ը ընդգծելու է, որ պետք է else աշխատի, ցանկալի է while-ի աշխատել բրծնելու պայմանը արդեն break-ով չարվի։ Այսինքն մենք ունենք ստեղ օրինակ դեռ աշխատում ենք հավասարը true, ստեղ ասենք while դեռ աշխատում ենք, ու ասենք ծրագրի աշխատանքի վերջանալը լինի նրանով, որ մարդը օրինակ x է գրել։ Այսինքն խաչին ասխմել, փակել է ծրագիրը, ասենց ասած։ Այդ դեպքում ասենք ստեղ գրենք 3 5 x բոլորը կենտ են։ 3 6, ահա, զույգ թիվ կա։ Մեծ կառուցվածքային լրիվ նույնն է, while ու else։ Հա, ուժորդ իրականում այսօրվա լեկցիայից արդեն այսքան է։ Ինչ որ հարցեր ունեք սաղ դասից։ Մեկ էլ նշեմ, որ հաջորդ դասին այստեղ նշված բաներից որոշները նայելու ենք։ Եթե ուզում եք, կարաք մի հատ մինչև մյուս դասը խաղաք, հիշեք ինչ են, ինչ են x-իկ նոլիկ hangman-ը բանն է, այն որ բառ պետք է գուշակել ամեն սխալվելուց մի հատ այնց չոր էլեմենտ քչանում է, ու վերջում կախվում է մարդը։ Շատ տխուր խաղ է։ x-իկ նոլիկ չինգաչունգ թիվ գուշակելը չեն կանի։ Մեկ էլ անաշատը ուզում եմ ես ասել, ես կովիկները ցուլիկներ խաղը Bulls and Cows շատ ընտիր խաղ է, բանին է նման։ Ինչ որ պահի Wordle անունով խաղն էր հայտնի դառել, իր թվերով ու իմ կարծիքով ավելի լավ խաղն է, ու ավելի լավ շուտվայինց կա ինքը։ Եթե ուզում եք կարաք խաղաք մինչև բանն, դասը գտնելու համար ուղղակի գրում եք Bulls and Cows game, կարող է ես վիդեոյի մեկնաբանությունում էլ դնեմ, բայց մի խոսքով։ Լուտ, եթե խաղաք, կարող է հետաքրքրություն առաջանա, փորձեք նաև լուծել, այդ առումով լավ լինի։ Մեկ էլ տնայինի տեսանկյունից ես հետո այս ֆայլը կդզեմ, որ այն բոլորի նման նույն կառուցվածքը ունենա, այս սաղ բաժինները մեջ լինի, կարաք կայքը ստուգեք, բայց հիմա եթե ոտի վրա ասեմ raw found տնայինը տասնհինգ բաժին այս for ցիկլերը դեր լրիվ ու 17, 18 բաժիններ։ Նկատենք, որ 18 բաժնում նոր continue ու break-ը սովորում ենք, հենց որ նախորդ բաժիններում մի օգտվեք continue ու break-ից։ Չէ, ավելի անհետաքրքիր կդառնան խնդիրները։ Ну հաջորդ, ոնց որ լեկցիայից այսքան է այսօրվա։ Մի քիչ սպասեմ տեսնեմ հարցեր կա թե չէ, եթե չկա, կանենք արդեն հարց պատասխանը։ 5 4 3 2 1 0 Բարի։ Անցանք հարց պատասխանին։ Այսինքն ոնց որ ցանկացած հարցեր, ինչ ունեք չունեք, ավանդական կիրակիների բանը։ Համեցեք։ Հա, Սոնա լսում եմ։ Մեր հաջորդ դասը չորեքշաբթի է ու նորից տեսական նյութ ենք անցնելու։
Չէ, գործնական կանենք։ Շատ լավ։ Ահա։ Շնորհակալ հարցը ժողովուրդ։ Այդ ոնց տենց։ Տնային ճականում, հա, ճիշտ ասեք։ Հա, մուշակ լսում եմ։ Հա, ես մի քանի հատ հարց ունեմ եւ տնայինից եւ անցածի հետ կապված, որ ընթացքում հարցեր առաջանում, ես գրի եմ առնում, որ հիմա բան անեմ, էլի քննարկենք միասին։ Ուղարկեք էլի, հատկապես եթե գրի առած լինում եք, այդքան խնդրում ենք միշտ, որ նախապես ուղարկեք։ Բայց լսում եմ։ Դե մտածում եմ, սենց ավելի ճիշտ կլինի, որ հարց ու պատասխան այ մյուսը մեկ լսեն դրա համար, էլի։ Հա, չէ, խոսքը նրա մասին չի, որ ուրիշները չեն իմանա, խոսքը նրա մասն է, որ ավելի պատրաստված կլինենք մենք էլի, եթե իմանանք ինչ հարցեր ա, ավելի Չէ, պլանավորված տենց կլինենք։ հարց չի, որ ասենք մտը կարող է պատասխանած չլինեք եւ այլն դրա համար։ Հա, մյուսին կաշխատեմ։ Դե ամեն դեպքում ոնց որ խնդրանքը ուժի մեջ է, եթե Հա, հարկը հաշվի կառան, գրեք, օքեյ, նախապես ճիշտ գրեք։ է։ Հա, լսում եմ։ Օրինակ, երբ որ մենք բան ենք անում, մաթից ինչ-որ բան ենք import անում ու օգտագործում, ենթադրենք գիտենք, որ square ենք օգտագործելու քառակուսի արմատը, մենք կարող ենք գրենք from math input squared ու հետո օգտագործենք, ճիշտ է։ Հա։ Այս դեպքում ամեն ինչ հասկանալի է, որտեղ մենք նշել ենք ինչ ենք ուզում, տվյալ դեպքում squared եւ նշել ենք որտեղից ենք ուզում math-ից, ինքը ամբողջությամբ հասկանում է։ Բայց երբ որ մենք գրում ենք ուղղակի import math, այս դեպքում ասում ենք math-ն ենք ուզում, բայց չենք գրում from where, բայց ինքը ո՞նց է հասկանում այդ դեպքում։ Ինքը սաղ մաթեմն է մեզ բերում։ Այսինքն մաթեմի մեջ ինչ կա, արդեն կարանք օգտագործենք։ Հա, բայց չենք նշում from որտեղից բերի ինքը, բայց ներմուծում է, չէ՞։ Բայց նախորդ օրինակում մենք համ նշում ենք ինչն ենք ուզում ու որտեղից։ Չգիտեմ, կարողացա բացատրեմ հարցս։ Եթե ասում ենք from square root import math, ոնց որ կոպիտ ասած էս import math-ը երկու տեղն էլ կա։ Նույն ձև կարա հարց առաջանա, բայց math-ը որտեղից, չէ՞։ Ու էլի կարող առաջանա, բայց այդտեղ նշել ենք ինչն ենք ուզում ու որտեղից, ոնց որ ասած։ Իսկ այդտեղ մենակ import ենք գրել math-ը, չենք ասել որտեղից, ինքը հասկանում ու ներամուծում, էս բանն է, դες դավճած։ Հա, բայց այդտեղ էլ այս արմատը ասում ենք բեր math-ից, բայց math-ը որտեղից է չենք նշում։ Ոնց որ Հա, եթե այդ էլ կա ինչ-որ տեղ, հա։ Հա, այստեղ ոնց որ այս ամեն ինչը ինքը բերում է Այսինքն որ չենք նշում որտեղից ոնց է ինքը հասկանում, այդ է հարցը, էլի որ տրամաբանությունն է։ Այս ամեն ինչը ինքը Boon Python-ի մեջի ստանդարտ գրադարան կոչվող բանից է գալիս, standard library, որտեղ որ sense լիքը տարբեր գրադարաններ կան, այս օրինակ random է, math-ը։ Իրանք միանգամից մեր կոմպի մեջ կան, մենք երբ Python-ը քաշել ենք, այս ամեն ինչը հետը եկել է, ուղղակի ասում ենք, որ դրանք օգտագործվի։ Կան գրադարաններ, որոնք որ Boon Python-ի մեջ չկան, օրինակ հենց բան մեքենայական ուսուցում ինչ-որ ցանցերի բամանի համար կարող ունենանք sense PyTorch օրինակ գրադարան, որ չկա այս ստանդարտ գրադարանի մեջ, իրան պետքա լինելու առանձին ինստալյացիա անել, բայց sense բաներ ոնց որ լավ հետո ենք տեսնելու, էլի։ Այս պայդրությամբ մենք օգտվում ենք Python-ի մեջ եղած Boon ամեն ինչից։ Ինչը ավելի մանրամասն կարելի է այս կայքում տեսնել։ Okay։ Հա, այսինքն որ ինստալացիա ենք, դրա համար է ավտոմատ հասկանում այդ հարցի պատասխանը։ Հա, նույն ձև ոնց որ նույն ձև ոնց print-ը Python-ի մեջ կա, այտենց է math-ը մեջը կա։ Այտենց էլ random-ը մեջը կա ու գումար հաշվելը մեջը կա, էլի։ Սա Python-ի ներկառուցված բաներ են։ Հա, բայց եթե այդ դեպքում էլ math-ը արդեն ներմուծված կա, ճիշտ է։ Հա։ Եթե չգրենք from math ինքը տրամաբանությամբ ինքն էլ պետք է աշխատեր, այսինքն որտեվ math-ի մեջ է, math-ը ներմուծված, այսինքն square-ը որ գրելուց կամ մյուս բաներ։ Բայց չենք ասում, որ օգտագործում ենք իրան։ Ոնց որ պատկերացրեք մեր տանը գրադարան ունենք, բայց եթե ուզում ենք այդ գրքերից մեկը կարդանք, պետք է գնանք մուտք գործենք այդ գրադարանը, math-ի սեկցիան նստենք, նոր արդեն այդ սա գիտելիքները ունենանք, չէ՞։ Այդ նույն տանը լինելը հերիք չի։ Պետք է սենյակը մտնել, չէ՞։ Մոտարապես է դա, որ այստեղ կոսինուսը զուտ կոսինուս գրելը չի աշխատում, բայց եթե ասենք, որ կոսինուսը այդ մաթեմի մեջի կոսինուսն է, այո, import cos, այսինքն, ժամանակ թարս է գրել ձևը, միջոց։ Այդ ձևում այդ դեպքում ինքը իմանում է կոսինուսը ինչ է։
Եթե բոլոր գրադարանների բոլոր հրամանները ավտոմատ Python-ի մեջ լինեին, հենց այս մեր boom ծրագրի մեջ, ինքը շատ ավելի ծանր էր դառնալու ու նաև լիքը փոփոխականներ լիքը բաներներ կարող իրար հետ կռվեին։ Որ տարբեր բաներ նույն անունը ունենային, ու նաև ոնց որ boom այս ծրագիրը աշխատացնելը ավելի ջանջալ էր դառնալու, որովհետև շատ ավելի շատ բաներ մեջ ներառելու։ Իսկ sense ոնց որ գրադարանները փոշի են հավաքում, ինչև իրենց կանչենք, էլի։ Okay։ Հասկացա այս հարցով, այդ մասով։ Մյուսը, ուրեմն 9-րդ բաժնի 14-րդ խնդիրը ես գրել եմ լուծումը, բայց ոնց որ մի case-ը չեմ կարողացել ստանալ, ուզում եմ այդ միասին նայենք, ինձ կոդ ուղարկեմ ու քննարկենք, էլի ինչն է սխալ, ինչն է պակաս։ Կոդը պետք չի ուղարկել, գտա։ Այստեղ ոնց որ դասի ժամանակ հենց քննարկված կետերից է ու այստեղ այդ բանին ուշադիր եղել եք, այստեղ չէ։ Չէ, մի վարքյան ներողություն, -1 եթե դա 0 էր, մտածում եմ այստեղ պետք է երկու հակագծի մեջ լիներ, թե չէ։ Երևի պետք է լիներ, պետք է լիներ, ոչ չէ։ Այստեղ ուշադիր եղել եք այդ հակագծին, այստեղ չէ զոտ։ Այս եթե աշխատացնենք, այս երկու դեպքում աշխատած, բայց եթե դեպք գտնենք, որտեղ դիսկրիմինանտը 0-ի է հավասար, օրինակ 1 2 1 -2 1 երևի Այս աչքին գրածն է, չէ՞, թե մոտ ցույց է տալիս ավտոմատ։ Okay։ Եկեք փորձենք, սա մի հատ գրկենք փակագծերի մեջ։ Արդեն ճիշտ է։ Okay։ Այդ փակագծի խնդիրներ, այսինքն։ Այսինքն երբ որ չէի տնում, ինքը բաժանում էր առանձին երկուսի վրա, հետո բան, ոչ թե բազմապատկումը երկուսով նոր էր բաժանում, այլ բաժանում էր երկուսի։ Բաժանում էր երկուսի, հետո բազմապատկում էր i-ով, ոչ թե բաժանում էր երկու անգամ i-ի։ Այսինքն թիվը աքառակուսի անգամ ավելի մեծ էր լինում, քան պետքա լիներ։ Հասկացա։ Մեկ էլ ստեղի մինչայլոց չէ լավ հեչ, okay։ Չասեք, ինչն է, դե բան կա։ Չէ, ոնց որ հասկացա, որ սխալ էի ասում, դրա համար սոսմնացի։ Ես մտածում եմ այդ փակագիծը տեղ դեր չի խաղում, դրա համար չէի դրել, չէի պատկերացնում, որ դες խնդիր առաջացնում։ Չէ, ինչին, ոնց որ այստեղ նույն բանաձևն է գրած, չէ իրականում, որովհետև որ 0-ի է թիվը, այստեղ եթե դն 0 լիներ, այստեղ գրած է ուղղակի -b բաժանած 2 անգամ i-ի, այստեղ էլ է գրած -b բաժանած, էլի պետքա լինի 2 անգամ a, էլի։ Նորով էկվիվալենտ է այս երկու պայմաններն էլ, ինձ չի 0 դիսկրիմինանտի դեպքում ուրիշ բանաձևով է հաշվարկավորվում։ Հասկացա։ Այս բանը 11-ի 1-ն է նայեք, հա։ Այս խնդիրը չաթում օգնել էին ձեզ, ճիշտ նշումը գրել էին։ Ճիշտ է, տեսել էի, ուղղակի ստեղ ուզում եմ ասեմ, որ պետքա ինթով անենք, այս որ ասում եմ մուտքում ունենալով, դրանից պետքա գլխի ընկնենք, որ ինքը input է ուզում, սենց ասեմ, հա, խնդրի պահանջից։ Քանի որ ինքը մուտքը տալիս էր մի օրինակով, ես դրա համար մտածի, որ specific case-ը պետքա գրեմ բանը առանց input-ի, ես դες մտածեցի, էլի։ Դե ոնց որ համ օրինակ է տված մուտք ու ելքի։ Եթե մուտք չլիներ, օրինակում սա ուղղակի դատարկ էր լինելու, էլի։ Չէ, նկատի ունեմ մյուս խնդիրների մեջ լինում էր, որ մուտք ու ելքը մի քանի հատ էր օրինակ բերում, ու տես մտածում եմ, որ դինամիկ աշխատում input-ա պետք։ Չգիտեմ, ճիշտ կարողանում եմ բացատրեմ, թե չէ։ Իսկ այս դեպքում, քանի որ մուտքն ու ելքը մի հատ է, մտածի input պետք չի, դրա համար է գրել հենց այս case-ով ու ստացել այդ։ Չէ, եթե օրինակին նայում ենք, ուզում ասեմ, ստեղ պետքա գլխի ընկնենք, որ ասում եմ մուտքում ունենալով, այսինքն ինքը input է ուզում, հա, տեից պետքա հասկանանք ինչ խնդիրը։ Նախ հա, մուտքում ունենալովից։ Երկրորդն է նրանից, որ ստեղ որ գրած է մուտք, մեջը բան է գրած։ Եթե մուտքում ոչ մի բան չլիներ, ստեղ դատարկ կլիներ, իսկ երգում գրած կլիներ hello, my name is Bob։ Ու նաև ոնց որ Profound-ի 99% խնդիրներում մուտք լինելու է,
թե չէ առանց դրա շատ ավելի ձանձրալի է խնդիր դառնում, էլի, որ եթե հստակ մի ձևով է աշխատում անկախ մուտքերից, հիմնական շատ հասարակ խնդիր է դա դառնում, էլի։ Այսինքն երբ որ մուտք ենք տեսնում, այդ հասկանանք input sense խնդրից պահանջից գուշակելով էլի։ Եթե օրինակի մեջ մուտք է գրած ու դատարկ չի, կամ ասում եմ մուտքում ունենալով, Այդ input-ն է։ Ես բայն հարց չունեմ, եթե հիշեմ, կասեմ, թե եթե ուրիշ մարդիկ կան թող տան, ես ընթացքում կասեմ։ Բարի։ Մերսի շատ հայտ։ Դες մերսի։ Նարին էլ ասում եմ։ Հաճան այդ այս 3-ի 17-ը գրել եմ, բայց ինչ որ մի բան երևի բան չեմ արել։ Այդպես submit չի լինում։ Ինչ որ մի պայման, չգիտեմ։ 13-ի 17-ը ճիշտ եմ ասում։ Որտեղ որ եթե չեմ սխալվում, մի քիչ այդքան էլ լավ չէր ձևակերպված մի հատ բան։ Չգիտեմ։ Բայց ախր բան է, այս նշումի մեջ հենց գրել էի։ Այս լուծումը, ոնց որ եթե այս խնդիրը, այս լուծումը բռնեմ տեղափոխեմ երրորդ բաժին, տեղին կլինի, չէ՞, ոնց որ օգտագործվել է մնացորդ, հավասար, բաժանել, ոնց որ լրիվ հետվախտվա գիտելիքներ է, էլի։ Այսինքն սրան համապատասխան պետք է ինչ-որ բան փորձեի անել այդ բաժնին։ Նշումում դրա համար առանձին գրել էի 13-ի 17-ը range-ը։ Լավ, եկեք, այդ այդպես կփորձեմ, լավ, այդ երևի չեմ նկատել այդ ամեն ինչը, կփորձեմ մի հատ այդպես, տեսնեմ ինչն եմ բաց թողում։ Մերսի շատ։ Մեկի հետ կապված եմ, միանգամից ասեմ, որ կարող է բանը լինի, որ այստեղ ասում է պարտվելու ռիսկ կա, եթե չեմ սխալվում, Նիչեան նշանակում է պարտվելու ռիսկ կա, բայց այդքանը չեմ հիշում, կարող է Նիչեան, չէ, օքեյ, հանգիստ ենք։ Չէ, նայեք, օրինակ կարող օրինակ մի օրինակներից մեկը դրա, երբ որ բաժանում ես այդ րոպեների ես վերացում, մեկը 4:9 է դառնում, մեկը 4:2 է դառնում։ Դա արդեն վտանգ է, որտեվ ինքը ոնց որ 5-րդ րոպեին ենթադրենք պատտվի, այլ մարդ չի լինելու հիմա մի քանի սեկունդի տարբերությամբ, էլի։ Չգիտեմ, լավ է բացատրում թե չէ։ Ու դա արդեն հավանական է, որ պարտվում է, ես տենց հասկացա, որտեվ զուտ sense 4-ով մեծով դնելով չէ ստացվում, հենց դա կարևոր պահեր էլի, բայց եթե մեկը 4:9-ը, մյուսը 4-ը, всё ինքը հաղթում էր։ Ոնց ասեմ, եթե մտնում է նույն 5-րդ րոպեի մեջ, երկուսն էլ, всё, արդեն կարող է պարտվի ինքը, էլի, այդ մասով ոնց որ բան էր առաջացնում։ Լավ, ես էլ ընթացքում կնայեմ, էլի, եթե բան կլինի, կասեմ ես։ Մերսի շատ։ Ես ուտ այս խնդրից հիշում եմ, որ ինչ որ մի բան կար մեջը, որ լրիվ տենց ոնց որ մի քիչ բան էր, վիճելի էր լոգիկան, էլի, խիայսը այդ պատասխանը, այդ Նիչեի բա դրա համար ասեցի, էլի։ Բայց մի հատ փորձեք ու կարևորը range-ով փորձեք ու ընդհանուր ոնց որ բոլորին խորհուրդ խնդիրը լուծելուց մտածեք ոնց որ ինչ է ուզում օգնի այս խնդիրը, որ ես սովորեմ, էլի։ Կամ ասենք ոչ միայն հաշվի առեք, որ այս խնդրի տեքստը սա է, այլ նաև հաշվի առեք, որ ինքը միջակայքեր բաժնի վերջին խնդիրն է։ Նաև այդ կտրվածքով եթե մտածեք, հիմնականում կարող է ավտոմատ հուշում լինի, թե ինչ ուղղությամբ արժի փորձել լուծել, էլի։ Բայց իհարկե երևի լավ է զուտ այս խնդրի մեջ նշվի լուծեք range-ով ու վերջ։ Բայց դա։ Okay, էլի ինչ որ հարց։ Լուսինա, լսում եմ։ Անմյութին կտցրել եմ, կարակ խոսակերպ ուզեք, լսում եմ։ Ֆորելսի մասից եթե ասում եք, որ եթե break-ի հանդիպում է, այսինքն աշխատում ըստ եթե ներդրված ֆորելում ներդրվածի մեջ break լինի, բայց այդ վերևի մեջը չլինի, էլի այդ else աշխատելու է, թե չէ։ Այդ ոնց որ կապված է լինելու, թե ինչի տակ է գրած։ Ոնց որ եթե ստե ինչ որ for լինի, ստեղ էլ ինչ որ ուրիշ for լինի, IS else-ը IS for-ի մեջ է ստուգելու break լինումը, թե չէ։ IS else-ը IS for-ի ամբողջ։ Իսկն պետք է մի մակարդակի վրա լինեն, էլի։ Այսինքն իր մակարդակի վրա գտնվող else-ի համար է ինքը ստուգումը անելու, էլի։ Okay։ Բարի, եթե հասկա ասեք, եթե չէ, նայինը լսում եմ։ Հակճան մեկ էլ ճիշտ է, ոնց որ այդ 4-րդ բաժինը չէիք տվել տնային, բայց ասես նայելով գալիս էի,
այդ 4-ի 6-ը եթե գործնականին, չգիտեմ, հնարավորություն լինի, մի հատ նայենք, էլի։ Հետո սենց արեցի, այնտեղ մի հատ պահ կա, չեմ կարողանում տեղավորվել, որ այդ պայմանը բավարարի, տենց ու չի ստացվում։ Հա, այս արդեն ինձ թվում է սուտ կլինի գործնականին նայենք, որովհետև մնացած թեմաներով պետք է առաջ գնանք, դրա համար հիմա ավելավ ասեմ։ Եթե նախորդ խնդիրը ներողություն, նախորդ չէ։ Այստեղ այս 18-րդը փորձել եք լուծել 17-րդը Հա, օգտագործել։ այդ լուծել եմ, 17-18 լուծել եմ։ Դե բայց 18-ը 17-ի գիտելիքներով։ Ճիշտ ասած հիմա չեմ հիշում ինչի գիտելիքներով եմ լուծել։ Այնտեղ կարամ սենց խորհուրդ տամ, կարակ էս 18-ը, կարակ էս 18-ը ու ասում եմ 17-ի գիտելիքներով, ինքնատնում ինչ որ բայից տենց բառից բուն իմաստով զուտ 17-ի կոդը copy paste անելու մակարդակով։ Այստեղ էս YouTube-ում 17-18-ի համար հենց լուծումներ կան հրապարակված։ Կարակ մի հատ եթե կուզեք նայեք 18-ի լուծումը, այդ 17-ից օգտվելու բանով, իդեայով։ Ու այդ իդեայով ավելի հեշտ կլինի լուծել այս 4-ի 6-ը, որտեղ ընդհանրապես ինչ որ սկզբի տողերից մի մաս թզել է պետք լինելու, հետո էլի գալ նույն հին խնդրին։ Հա։ Այդտենց պետք է որ հեշտ ստացվի։ Լավ, կփորձեմ իրականում բոլոր դեպքերը եղավ, մենակ մի դեպք չէի կարողանում ստանալ, դաժե գիտեի էլ որ դեպք չէի ստանում, պրոստը որ փոխում եմ, հետո ուրիշն է փոխվում, դրա համար տենց այդտեղ էր խնդիրն առաջանում, այդ ոնց որ 24 ժամը ու ժամը 2-ը, տենց 2-ից հետ գնալ 24 ժամին էր խնդիր դառնում, էլի դրանից էր, ասենք ժամը 2-ին է, հետ պետք է դառնա մի 150 250 րոպե ենթադրենք ու ինքը գալիս է 23 անց քանիս արդեն այդտեղ էր խնդիր տալիս։ Լավ, սեժետ էլ կնայեմ մի հատ դենամ ինչա։ Բայց եթե արագ հուշում ասեմ, դա էլ այդ վիդեոների հիմնական գաղափարն է, փորձեք խնդիրը բերել նրան, որ 2-ի 17-ում խնդիրը լուծում եք 0000-ից սկսածի, չէ։ Ըհը։ Փորձեք խնդիրը թարգմանել նրան, թե ինչքան ժամանակ է անցել 0000-ից։ Լավ, հələ կփորձեմ տեսնեմ, որ ստացվի։ Ահա, մերսի շատ։ Խնդրեմ։